Փողոցը չեն ալվում, մի հատ քամի է լինում ու այդ սաղ մազերից մեջ է հայտնվում։ Ժամանակին, երբ դու հայտնվեցիր այս ոլորտում, ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննես Ազոյան, ձեզ շատ նմանեցնում էին։ Իր մեկնաբանությանը ես ոչ մի պատասխան չեմ տվել, չեմ վերաբերվել։ Պարզ բաներ ասել, հաց ու պանիր պետք է ուտի։ Իհարկե, բոլոր քեզանից ցածր տարիքային մարդիկ ով ուզում են գան քո ոլորտ, պետք է հաց ու պանիր ուտեն, որ գան քո ոլորտ։ Որպես դերասան դու իրենից ոգեշնչվել ես։ Ես ավելի մեծ մարդկանցից եմ ոգեշնչվել։ Կար մի շրջան, երբ Հովհաննես Ազոյանի գնացուցակը շատ բարձրացել էր եւ շատ պրոդյուսերներ ասում էին դե ավելի ցածր գնով կկանչենք Լևոնին։ Ես իրանց նույն թիվն եմ ասել, որը ասել է Հովան։ Նույն թիվը։ Հայրդ աշխատել է ազգային անվտանգությունում եւ 99 թվականին ներքաղաքական վիճակով պայմանավորված որոշել եք տեղափոխվել Գերմանիա։ Ինչքանով էր ձեր Գերմանիա տեղափոխվելը փոխկապակցված հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ։ Պապան հասկացել էր, որ ինքը այդ ոլորտում, այդ գործունեության մեջ իրան սպառել է։ Պապայի կորուստը ինչպես անդրադարձավ քեզ վրա։ Եթե չես ուզում, կարող ենք չխոսել այս մասին։ Ես իր հետ միշտ խոսում եմ։ Հույս թվում է մենք միշտ էլ կապված ենք լինելու, անկախ ամենից։ Ես հուզվեցի, որովհետև իսկապես հայրությանը այսպես պատրաստվող տղամարդու չի տեսել։ Լավ մեթոդիկա կար, թե ինչպես է պետք դիմավորել երեխային։ Կարդացել եմ նաև, թե ինչի են նոր ծնված երեխային դեռ չմշակած բերում ու մոր երեսին դնում։ Ու նաև պարտադիր է որ հայրը ներկա լինի։ Բավականին մեծ վախ ունեմ իրականում։ Ես հույսս դրել եմ Լևոնի վրա։ Քո եւ Ալիսի միջև 12 տարվա տարբերություն կա։ Այնքան ուշադիր է իմ հանդեպ, որ ես երբևիցե այդքան ուշադրություն ոչ ստացել եմ, ոչ էլ երևի ուրիշ մարդուց կստանամ։ Ասում է ես քեզ ինձանից շատ եմ սիրում։ Ու դա փոխադարձավ բնականաբար։ Ամենաուժեղ բանն է, երբ որ հոգնած գործից հետո գնում ես, քո սիրած մարդուն գժգում ես, սա մոռանում ես։ Մի կարևոր տարանջատում դրեցիր, ես ինձ համարում եմ կավենշիկ եւ ոչ թե դերասան։ Ես եւ Արտուր Հակոբյան, դերասան, տեղ էին գնացել, պարոն Հակոբյանին շատ ուժեղ ներկայացրեցին, ինչին որ ինքը արժանի էր։ Հետո այդ նույն ոգևորությամբ որպես դերասան ներկայացրեցին ինձ։ Դա անարդար է։ Գրեթե 9 տարի անվճար ես խաղացել։ Իմ անվճար նկարված նախագծերը ավելի շատ են, քան թե նախագծերը, որ ես գումար եմ աշխատել։ Life-room-ի գործընկերներն են Seven Star Spa կենտրոնը, Implantum ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կլինիկան, Ital Solar ընկերությունը։ Life-room-ի սեր շարքում այսօր դերասան Լևոն Սարգսյանն ու կինը Ալիս Ծառուկյանն են, ողջույն։ Ողջույն, շնորհակալ ենք որ մեզ հյուրընկալեցիր վերջապես։ Ես էլ եմ շնորհակալ, որ ընդունեցիք հրավերը։ Հիմա շատ սիրուն փուլ է ձեր կյանքում, ամուսնացաք, արդեն սպասում եք ձեր բալիկին, այս սպասման շրջանը ինչպիսին է ձեր կյանքում։ Շատ անհամբեր եմ, որովհետև մենք մեծ application ենք ներբեռնը, որտեղ որ գրած է իր գործողությունները, հաջորդ ամիս ինչա սպասվում, իր քաշը, ինքը որ ժամանակատվածից է մեզ հասկանում, իմպուլսները տալի եւ այլն, մենք այդ ամեն ինչը փորձում ենք, ինքը տալիս է այդ իմպուլսները ու տենց ոնց որ ուզում ենք ավելի շուտ իրան տեսնենք, քան նախատեսված է, բայց դե անցած երբ որոշի։ Ալիս, իսկ Լևոնի կողմից այդ կրկնապատկված ուշադրությունը զգում ես, թե ամեն դեպքում կանայք հղիության ընթացքում միևնույնն է իրենք են ավելի խորը զգում, թե ինչ process-ի մեջ են։ Շատ մեծ գաղտնիք բացահայտեմ։ Առաջինը, որ զգացել է, որ ես հղի եմ, դա Լևոնն է, ես չեմ զգացել։ Այնպես որ այդ մայրական զգացողությունը դեռ իմ մոտ նոր արթնանում, իսկ Լևոնի մոտ հայրականը դեռ վաղուց արթնացել է։ Հա, որտեվ այդ առավոտ ինչ որ այդպես հայրական զգացողություն կա։ Վերջի տեստն էր մնացել, ասես երևի դա փորձես։ Երևի չէ, պնդեցի ավելի շուտ։ Ու այդ առավոտ իմացա։ Այսինքն մինչև այդ սպասում կար շատ, որ ուզում եք երեխա ունենալ։ Իհարկե։ Դա ինձ թվում է մարդու գերագույն սպասումն է այս կյանքից ու Աստծուց ունենալ քո արժանի ու առողջ պտուղը։
Ես ինչքան որ սկսել եմ կարդալ, ես հասկացել եմ, որ ասում են բնության հրաշք, այդ այն չի, որ արևը մայր է մտնում, լուսինը դուրս է գալի, շուտ դրանք պարբերական բաներ են, այլ այն, որ քո կողմից ստեղծված մարդուկը դառնում է մեծ մարդ։ Դա ավելի հրաշք բան է, քան թե չգիտեմ, մտնեն ու լույս գալը։ Այդ մի կողմից իսկապես անասելի հրաշք է, մյուս կողմից պատասխանատվություն է ու շատ մեծ։ Հա, շատ մեծ։ Դե դրա համար ինքնակրթվում ենք, հասկանում ենք ում հետ գործ ունենք, հասկանում ենք ինչ կարելի անել, ինչ չէ։ Դե դրանք միանշանակ չեն, բնականաբար տարբեր գրականություններ կան, նաև կա այստեղ մենտալիտետի հարց, բայց փորձում ենք այդ ամեն ինչը կարդալ, քաղել այդ ամենալավն ու դրականը, ինչպես ենք պատկերացնում, ու ամենակարևորը թե որտեղ ենք պատկերացնում մեր ապագան, թե ինչ պետք է անենք, ինչ պետք է չանենք։ Իսկ ումա բավարար չափով ինֆորմացիա ունենք, բայց հələ շարունակում ենք կրթվել այդ առումով։ Ալիս, իսկ դու պատասխանատվությունից ինչ որ առումով վախ ունես, թե չէ։ Բավականին մեծ վախ ունեմ իրականում, բայց հաշվի առնելով, որ Լևոնն է կողակիցս, իրականում մեր այդ տարիքային տարբերությունը այն ամենի ինչը որ ինքը գիտի, այն ինչ որ ես պատրաստվում եմ իմանամ, ինձ ավելի շատ ոգևորում եմ, որ ես հույսս դրել եմ Լևոնի վրա։ Որ ես կարդամ կպատմեմ իրան։ Բայց դե լավագույն Իսկապես դու ավելի շատ ես կարդում ծնողավարության մասին։ Հա, որտեվ այս ժամանակահատվածում մոտ 1 ամիս 40 օր նկարանումներն էր, ես բաց էի թողել այդ փուլերը, մի 5-6 օր նկարանումները ավարտվել է ու մինչև հաջորդը բավականին մեծ ժամանակ կլրացնեմ ամեն ինչ։ Ինչ գրականություն ես կարդում։ Այսինքն ինչպես է պետք դաստիարակել։ Չէ, սկզբնական ինչպես է պետք, օրինակ լավ մեթոդիկա կար, թե ինչպես է պետք դիմավորել երեխային։ Անկախ ամեն ինչից նա զգում է, նա ամեն ինչ զգում է նախ, սկսենք դրանից։ Ես իմ Ալիսի վրա եմ փորձել։ Այսինքն երբ որ ինքը քնած է, ինչ որ տեղեր կա, որտեղ տխտկացնում ես, ինքը քնած է, հետո հոп զարթնեց, եկավ, ինքը խփում է, հետո գնում է իր տեղը։ Հետո էլի խփում ես, գալիս է տեղ։ Ինչ որ տեղեր կան։ Լավ տրամադրության ժամանակ ոտերը ու ձեռքերով արդեն խփում։ Հետի ուրախությունն է իր։ Հետո սկսում է անընդհատ ֆռալ, այդ նշանակում է ինքը կամ անհանգիստ է կամ քո ջերմաշճանը չի համապատասխանում իրան։ Ինչ որ մի բան այն չի։ Ինքը բոլոր իմպուլսները քեզ տալիս է։ Ու ամենակարևորը իրան դիմավորելն է։ Այն կարծրատիպը, որ մեր մեջ կա, որ դե բանը, ապա դե մենք հայա թե բան կապոտի վրա կսպասենք, բան, դա ամենասխալ բանն է, որովհետև դու քո կողակցին ձեր բռնած գործը մինչև վերջի ավարտին ներկա չես լինում։ Այսինքն, հասկանում եմ, կան ֆոբիաներ, օրինակ մարդիկ կան, ովքեր որ արունից են վախենում, ովքեր որ, չգիտեմ, թեթև սիրտ են, բայց պետք է այդ ամեն ինչը հաղթահարել, լինել այն մարդու կողքին, ում հետ որ դու սկսել ես այդ գործը ու ավարտին հասցնել։ Որովհետև ես կարդացել եմ նաև, թե ինչի են նոր ծնված երեխային դեռ չմշակած բերում ու մոր երեսին դնում, որ ինքը մոր բույրը, այդ, չգիտեմ, այդ ապրումները, այդ ամեն մի քրտինքը, այդ ամեն ինչը զգայինք, որ այդ ջերմությունը վերցնի, հոտը վերցնի, ու նաև պարտադիր է որ հայրը ներկա լինի, որովհետև երկուսով են։ Բոլոր պանիկաների առաջի ոնց որ կանչը, դա ամուսինն է։ Իսկ եթե նա չլինի պալատում, լինի կապոտի վրա ընկերների հետ, այդ ինձ թվում է։ Իրականում այնքան անձնական ու սիրուն պահ է, որը բաց թողնելը իհարկե յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, բայց բաց թողնել երեխայի ծնունդը, որովհետև պետք է մի բաժակ խմես, այդ մի քիչ տխուր իրականություն է։ Լևոնը խոսում էր, ես հուզվեցի, որովհետև իսկապես հայրությանը այսպես պատրաստվող տղամարդու չի տեսել։ Բայց դա հավանաբար քեզ ավելի պարտավորեցնում է, որովհետև պիտի հասնես իր հետևից։ Ես փորձել եմ հունիս ամսվանից սկսած ավելի շատ խնամքի հետ կապված դասեր վերցնեմ, հատուկ այնտեղ, որտեղ որ մենք ստանում ենք ամբողջ բուժումը, ընթացքը, որ կարողանամ երեխային ճիշտ խնամեմ, ինչպես վարվեմ իր հետ, իսկ Լևոնը ավելի շատ կսկսի դաստիարակել։ Հիմա ամբողջ կենտրոնացումը երեխայի վրա է։ Բայց այս ընթացքում շատ կարևոր է նաև մամային ճիշտ մոտեցում ցուցաբերելը ու մամայի հոգեբանական վիճակի հետ ճիշտ աշխատելը, որովհետև մենք գիտենք, որ կանայք հղիության ընթացքում, հետծննդաբերական ընթացքում
տարբեր փուլեր են անցնում ու հոգեբանորեն իրենց համար երբեմն բարդ է լինում։ Այ փոքրիկի վրա կենտրոնացումից բացի հատուկ ուսումնասիրություններ անում ես, թե Ալիսին ինչպես ճիշտ վերաբերվես այս շրջանում, որպեսզի իր մոտ հանկարծ բարդություններ չառաջանան։ Հա, իհարկե, կլինիկայի ընտրությունն է շատ կարևոր, որտեվ մորը նախապատրաստել հոգեբաններ են աշխատում, հատուկ մասնագետներ են աշխատում։ Ինձ թվում է շատ ավելի ուշադիր եմ, նույնիսկ այն ժամանակ եմ հասնում, երբ որ ընտանեկան կամ ընկերական շրջապատում ինչ-որ մեկը վատ բան է պատմում, ասում իհարկե տարածքում հղիկին կա, մենք դուրս են գալիս ոստելով, մինչև այդ իրանք վատ ինֆորմացիան քննարկեն, ես առհասարակ վատ ինֆորմացիաներ աշխատում եմ չընկալեմ, որտեղ դա իրոք չհղի լինելով ստրեսի ես ենթարկում, հղի լինելով առավել եւս։ Իրա կապրիզները տանելի են, հասկանալի է, բայց այտենց որ բոլորը չափազանցնում են, ընդամենը գիշերը 3-ին, ասենք, չգիտեմ, սիրտը քաղցր է ուզում կամ միրգ է ուզում, ասենք տունը չկա, դա արդեն իմ թերությունն է, այսպես եթե նախորդ մտածեի տունը լիներ, ես գիշերվա 3-ին չէի իջնի սուպերմարկետ։ Բայց իջացնում ես փաստորեն սուպերմարկետ։ Մենք միասին ենք իջնում։ Միասին, ինչ անում ենք միասին։ Ես իրականում ունեմ իմ ազատ ժամը, որ Լևոնը պետքա իմ հետ անցկացնի դա։ Կարող եմ մենք մնանք, ասեմ, օրինակ, չգիտեմ, ուրբաթ օրը ես ուզում եմ գնանք ինչ-որ միտեղ, դա իմ հատկացված առանձին ժամն է, որ ոչ ոք չպետքա դա խանգարի, ու ինձ թվում է Լևոնը դա լավ կարողանում է տանել։ Բոլոր կապրիզների տակից դուրս է գալիս։ Ու ամեն կիրակի մենք պատարագի ենք, դա անքննելի ժամ է, կիրակի օրը պատարագի ժամը։ Եղել է դեպքեր, որ խախտվել է, բայց շատ հազվադեպ է եղել։ Հղիության ընթացքից սկսած թե մինչև այդել։ Մինչև այդել։ Մինչև այդել ամեն կիրակի, նույնիսկ եթե քաղաքից դուրս ենք եղել, այդ տարածքում եթե եկեղեցի է եղել ու եղել է բնականաբար, մենք անպայման այցելենք։ Ինձ դա Լևոնն է սովորեցրել։ Ես առաջ մտածում էի, որ ես չեմ հավատում եկեղեցականներին, ես ուղղակի հավատում եմ Աստծուն, ինքս իմ մեջ, այնտեղ բոլորը զբաղվում են այն ամենով, ինչ որ սովորական մարդն է զբաղվում, ունեն իրենց կյանքով ու իրենք այդքան էլ սուրբ չեն, ու գնում էի ուղղակի եկեղեցի, մոմեի վառում, աղոթում էի, դուրս էի գալիս, չէի լսում իրենց խոսքը։ Լևոնը ունի մի շատ լավ ընկեր, ում ասում են Քավորյաց Քավոր, ինքը իր ընկերների մեջ ամենաշատ մարդն է, ով Քավոր է կանգնել, ասաց, որ դուք էլ եկեք մեր հետ, Լևոնը գնում էր, ես գնացի, տենց սկզբի համար ինձ ասաց կարող է դու հոգնես, որովհետև բավականին երկար է տևում, հետո բերեց իմ համար պատարագամատույց, որ ես կարդամ, հասկանամ այնտեղ ինչ են ասում, ինչ է գրված, ու սկսեց ինձ դա դուր գալ։ Հետո տենց արդեն ես էի Լևոնին ասում, որ կիրակի անպայման գնանք, բայց այս անգամ ուզում եմ այս մի եկեղեցին գնանք։ Հա, մենք նաև ավանդույթ ունենք, որ երկրում որ լինում ենք, հայկական եկեղեցուց տենց կլոր դրամներ են, որտեղ որ պատկերված է, դա որպես հուշ անպայման բերում ենք մեր հետ։ Ու աշխատում ենք կիրակիները որտեղ էլ որ լինենք, երկրում, երկրից դուրս միշտ պատարագների մասնակցենք։ Life-room-ի գործընկեր Seven Star Spa կենտրոնի կողմից ձեզ նվեր քարտեր։ Seven Stars-ը գործում է Reebok սպորտային ակումբին կից, Հայաստանի առաջատար սպա կենտրոններից մեկն է։ Այստեղ իսկապես ծառայությունների որակը այնքան բարձր է, ես ամեն անգամ ասում եմ ու մտածում եմ, հեսա մարդիկ կասեն գովազդ է անում, բայց ես երբ առաջին անգամ գնացի, այնքան հիացած էի ծառայությունների մակարդակով, որ այսպես հպարտ խորհուրդ եմ տալիս, նվեր քարտերից կարող եք օգտվել, այնտեղ թե խնամքի ծառայություններ կան, թե տարբեր ծառայություններ կան, սկսած նիհարեցումից մինչև մերսում, կարող եք օգտվել ու վստահ եմ դուք եք շատ գոհ մնալու։ Շնորհակալություն շատ, մենք անպայման կօգտվենք, որտեղ ծանր նկարաններից հետո մերսումը պարտադիր է։ Հա, ռելաքս։ Շատ կարևոր է։ Մերսի։ Սիրով։ Reebok սպորտային ակումբին կից գործում է Seven Star Spa կենտրոնը, որը գերհագեցած է նորագույն տեխնոլոգիաներով։ Այստեղ կոսմետոլոգիական միջամտությունների բավականին մեծ տեսականի կա, որը կարող է օգնել ձեզ միշտ ավելի երիտասարդ տեսք ունենալ եւ լինել խնամված։ Շատ աղջիկների համար իսկական գլխացավանք է պոստակնել Seven Star Spa կենտրոնում
առաջարկում են դրա լիարժեք բուժումը։ Բժիշկ կոսմետոլոգ Վիկտորիա Չատիկյանը մեզ կպատմի, թե ինչպես։ Ողջույն Վիկտորիա։ Բարև ձեզ։ Պոստակնեն իսկական գլխացավանք է մարդկանց համար եւ թվում է, որ սրան լիարժեք լուծում չկա։ Իրականում հնարավոր է լիարժեք ազատվել պոստակնե խնդիրներից։ Այո, իհարկե, արդեն կարող ենք մենք ազատվել պոստակներից մեր BDR-ի շնորհիվ։ Brightening ծրագիրը նախատեսված է հենց պոստակների բուժման համար։ Մենք աստիճանաբար ենք բուժում պոստակնեն, ինքը շատ հաճելի պրոցեդուրա է, լիովին անցավ։ Գերմանական BDR տեխնոլոգիան լայն տարածում ունի ամբողջ աշխարհում, իսկ Հայաստանում այն ներկայացված է միայն 7 Stars Spa կենտրոնում։ Ապրանքանիշի Brighting խնամքի ծրագիրը հրաշալի ընտրություն է մաշկի երանգի հարթեցման, պոստակնե հետքերի բուժման, կնճիռների հարթեցման, նուրբ շերտազատման եւ լիֆթինգ արդյունքի համար։ Այս ապրանքանիշի եզակիությունը կայանում է նրանում, որ բացի նյութերից կիրառվում են նաեւ սարքի գլխիկներն ու լուսային թերապիան, ինչը բազմապատկում է կատարված խնամքի արդյունավետությունը։ Իսկ արդյունքը լինում է համեմատական կարգով, թե մաշկը լինում է լիարժեք հարթ եւ առանց պիգմենտացիայի։ Խնամքի յուրաքանչյուր փուլից հետո մաշկը ձեռք է բերում առողջ փայլ, պիգմենտացիան բուժում ենք աստիճանաբար եւ ձգվում է մաշկը։ Պոստակնեն բուժելու համար էտապներ են պետք։ Այդ էտապները լիարժեք անցնելուց հետո կարող ենք հասնել լիարժեք արդյունքի։ Իսկ որքան է տևում վերականգնողական շրջանը։ BDR-ը ունի վերականգնողական շրջան, քանի որ շատ նուրբ է աշխատում մաշկի հետ, բայց շատ հստակ եւ չի թողնում հետքեր։ Միջինում որքան ժամանակ է պահանջվում հետակնեն բուժելու համար։ Վերջնական արդյունքի հասնելու համար կախված է խնդրի աստիճանից։ Եթե նոր պիգմենտացիա է, նոր առաջացած, ավելի շուտ ենք բուժում։ Եթե ավելի ինքը մուգ է գնում, մենք ավելի երկարացնում ենք, այսպես ասած, մեր բուժումը։ Երբ մարդը մի քիչ ավելի երկար է սկսում օգտվել բուժման այս տարբերակից, ժամանակի հետ ազդեցության թուլացման ռիսկ կա։ Անհետացած պիգմենտացիան չի վերադառնում, որպեսզի կանխենք նոր պիգմենտացիայի առաջացումը, ճիշտ տնային խնամք ենք առաջարկում։ Երբեմն սարքավորումներն ունենում են նաև կողմնակի ազդեցություն, այսինքն մի կողմից օգնում են, մեկ այլ հարցում վնասում են։ BDR սարքավորումը ունի կողմնակի որևէ վատ ազդեցություն կամ ռիսկ։ Սարքավորումը անցել է բոլոր թեստավորումները եւ չունի նման ռիսկ։ BDR-ի խնամքի միջոցներն ունեն բուժական ազդեցություն, ինչի շնորհիվ աշխարհի տարբեր երկրներում խնամքի միջոցները վաճառվում են նաև դեղատներում։ Հայաստանում խնամքի միջոցները պաշտոնապես ներկայացված են բացառապես 7 Stars Spa կենտրոնում։ Կենտրոնն իր այցելուներին առաջարկում է բազմաթիվ յուրօրինակ պրոցեդուրաներ, ինչպես խնամքի, այնպես էլ ռելաքսի համար։ Հետակնեից ազատվելը իրականում միֆ չէ, այնպես որ եթե ունեք նման խնդիր, դիմեք 7 Stars Spa կենտրոնին, որտեղ բժիշկ մասնագետը ձեզ կուղղորդի, խորհրդատվություն կիրականացնի եւ արդեն կսկսեք բուժման process-ը։ Այստեղ աշխատում են բժիշկ մասնագետներ, իսկ բժիշկ լինելը ամենակարևորն է, որպեսզի բուժումը իրականացվի ճիշտ եւ արդյունավետ։ Հենց եկեղեցու շուրջ համախմբվելը շատ կարևոր կետ է, որովհետև իհարկե յուրաքանչյուրս մեր մեջ ունենք Աստծուն ու շատ կարևոր է որ մարդը առաջին հերթին վարքով Աստվածահաճո կյանք վարի, բայց ամեն դեպքում եկեղեցի գնալ պատարագի մասնակցել, դա էլ իր կարևորությունն ունի։ Հետաքրքիր է դու ինչպես եկար դրան։ Իմ լավ ընկեր Արտուրը, որին ողջունում եմ, իմ շատ մոտիկ կավենյան ժամանակաշրջանի ընկերներից է, իր ծննդյան օրը, երբ որ բոլորը արդեն գնում էին տուն, մենք երկուսով մենակ մնացինք։ Ինքը տես պատմեց իր հոգեկան վիճակի, իր ընտանեկան դիրքի բարելավման, ինչն է նպաստում, ոնց է այդ խոչընդոտներից խուսափում, ակնհայտ փոփոխություններ են եղել իր կյանքում։ Ու ավելի է զորացել ինքը իր ընտանիքով, իր ընտանիքի ստեղծմամբ։ Ու ասաց, որ միակ ձևը դա Աստծուն հաճոյ ապրելն է, ու այլ տարբերակ գոյություն չունի այս աշխարհում։ Ոչ մի իդեալական տեղ, վայր, գումարի չափ, ունեցվածք, լավ ընտանիք թեկուզ։ Ասես բոլորի մեջ կա Աստված, ուղղակի ամեն մարդ պետք է իրենով բացահայտի։ Ես Աստվածաշունչը մինչև այդ երկու անգամ ընթերցել էի բանակում, ու հետո հասկացել եմ, որ ամեն տարի ընթերցելուց դու ամեն անգամ տարբեր բաներ ես հասկանում, որովհետև թե ուղեղով ես մեծանում, թե հավատքով։ Ասացի, օքեյ։ Ասաց դե վաղը Կիրակի է։ Այսօր ծնունդը շաբաթ է, վաղը Կիրակի է, ասի մեծ սիրով։ Դրանից առաջ գնում էի, բայց շատ քիչ էի գնում,
Բայց հետո հասկացա ու հիշեցի այն տողերը, որ ասաց, որ Աստվածաշնչում գրված է, որ կարաս շաբաթը 7 օր ունի, 5-ը 6-ը կարող ես աշխատել, իսկ 7-ը սուրբ պահել Աստծո համար ու գալ շնորհակալություն հայտնել, որովհետև այն ամեն ինչը որ դու ունես մյուս օրերի ընթացքում, այդ իր շնորհքն է։ Երբեմն մարդիկ եկեղեցի գնում են ինչ որ երազանքով կամ ցանկությամբ կամ կյանքը փոխելու ցանկությամբ, այսինքն Աստծուն ավելի մոտ գնալով իրենք ակնկալում են ինչ որ փոփոխություններ։ Կային ինչ որ փոփոխություններ, որոնք դու ակնկալում էիր քո կյանքի այդ փուլում։ Չէ, որպես այդպեսին փոփոխություն չէ, անկեղծ, որովհետև ոչ ցեխի մեջ է, ոչ փորձանքի մեջ է, իր հունով գործերս գնում էր առաջ, բոլորը լավ էին, առողջ էին։ Ես մինչև իմ աղոթքներում միշտ ասում եմ, թող կամքը լինի քոնը, որովհետև դու ես հայրերի մեջ ամենահայրը, դու ես սկիզբը, դու վերջը, դու պետք է որոշես։ Առողջություն եմ մենակ խնդրում, ու ամեն ինչ ուզում եմ, որ իր կամքով լինի, որովհետև մենք շատ փոքր ենք, որ մեր կամքով բան լինի։ Օրինակ, այդ ման վառել, երազանք պահել, հա լավ բան է, բայց ինքը պետք է վերածվի նպատակի, որ Աստված հասկանա, որ դու լիարժեք ուզում ես ու գնում ես այդ նպատակիդ ու ինձ թվում է 100%-ով կօգնի քեզ։ Եթե դա բարի նպատակ է։ Իսկ օրինակ շաբաթը 7 օր գնաս, չգիտեմ, ման վառես, որ այսինչ տունն ես, այս ուզում, այսինչ ընտանիքը, բան, բայց դրա հետ ոչ մի քայլեր չես անում, բնականաբար կախարդական փայտիկ չի, էլի, դա պետք է մարդիկ հասկանան։ Օրինակ ես պատարակի գնում եմ, անպայման չէ որ մտնեմ ման վառեմ, իմ համար այդ ծեսը կարևոր չի։ Կարևոր կապն է ու շատ ժամանակ համերը ամեն պատարակին էլ ես կապը զգում եմ ու թեթևանում եմ ամենակարևորը։ Կիրակին իմ համար բամբակյա օր է։ Սա մի ավանդույթ, որը ստեղծել եք ձեր ընտանիքում ու իրականացնում եք։ Առհասարակ ունեք նմանատիպ փոքր ավանդույթներ, որոնք երկուսով ստեղծել եք ձեր ընտանիքում ու միշտ պահպանում եք։ Ամենալավ ավանդույթը այն է, որ եթե ավանդույթ է դա, որ եթե մենք գործը վերջացնում ենք 6:10, մենք անպայման արագ նստում ենք մեքենան, գալիս ենք տուն, որ այդ թեկուզ մի րոպե ավել անցկացնենք իր հետ։ Թող ինձ ներեն իմ ընկերները, ես իրանց հետ միշտ շփումների մեջ եմ ու զանգերի մեջ եմ, բայց հիմա Ալիսը առավել եւս իմ կարիքը ունի։ Ալիս, իսկ սա միայն հղիության շրջանում է, թե մինչև հղիության ընթացքն էլ էր այդպես։ Մինչև հղիության ընթացքը Լևոնը այդպիսին էր, անգամ դեռ երբ որ ընկերություն էինք անում, ես իր կյանքում զբաղեցնում էի շատ կարևոր տեղ։ Նախ սկզբի հատվածում ինքը ինձ տարավ իր բոլոր ընկերների հետ ծանոթացրեց, տարավ բոլորի տներ, ասեց, էս մարդն է, էս մարդն է, բայց դու լրիվ ուրիշ մարդ ես իմ կյանքում ու իր ուշադրությունը երբեք ոչ մի գրամ չի պակասել իմ հանդեպ, հակառակը ավելանում է ու հիմա էլ ավելի շատ է։ Իրականում ես Լևոնի ուշադրության մեջ ամենաշատը գնահատում եմ, որ ինքը մի արտահայտություն ունի իրականում ոչ ոք դա չի անում, ոչ մի մարդ, ասում է ես քեզ ինձանից շատ եմ սիրում։ Ու դա փոխադարձավ բնականաբար։ Լևոնի սերը իմ հանդեպ այդ ուշադրությունը ամբողջովին ծածկում է ու ինքը այնքան ուշադիր է իմ հանդեպ, որ ես երբևիցե այդքան ուշադրություն ոչ ստացել եմ, ոչ էլ երևի ուրիշ մարդուց կստանամ։ Ես քեզ ինձանից ավելի եմ սիրում։ Սա հնարավոր բան է։ Հա։ Ես մտածում եմ, եթե զույգերը հաստատակամ որոշել են, որ պետք է իրար հետ ամուսնանան, որովհետև այդ շատ լուրջ բան է։ Մարդիկ հիմա չգիտեմ, 2 տարի հետո որոշում են, որ պետք է բաժանվեն, բան, բայց ես իրանց ուզում եմ հիշացնեմ, եթե իրանք եկեղեցով են ամուսնացած, մենակ մահը կարա իրանց բաժանի։ Բաժանություն չի լինում եկեղեցով։ Երբեք։ Կա դա կարելի ԶԱԳՍ-ով, ամուսնական պայմանագրով։ Դա ես մտածում եմ, որ բիզնեսի մի տեսակ է դառնում, եթե դուք ինչ-որ տենց ամուսնական պայմանագրով ամուսնանում եք։ Եթե դուք իրար հանդեպ հավատով եք, սիրով եք, դա մենակ կարա օրհնի Աստված ու ուրիշ ոչ մի փաստաթուղթ, ոչ մի թանակ ու ոչ մի, չգիտեմ, դրոշ։ Ես դրա համար հավատում եմ նրան, ինչ որ ասել եմ իրան, որտեղ ես դա զգացել եմ։ Այսինքն տալ ամեն ինչ, ժամանակ, ամենաթանկ բանն է, որ մենք ունենք։ Դու եթե մեկին տալիս ես ժամանակ, նույնը ինձ թվում է սերն է։
կազմել ընտանիք ժամանակին, այո, ճիշտ արտահայտություն են արել մեր պապերը ժամանակին, բայց դա չի նշանակում 16, 18 կամ չգիտեմ։ Յուրաքանչյուրի համար իր ժամանակը կա։ Հիմա 33-ն է եղել։ Միգուցե 20-ն էլ եղել, ես չեմ գիտակցել։ Բայց 33-ը իմ համար ավելի լավ էր։ Իսկ դուք ինչպես գտաք իրար։ Ես քանի որ համագործակցում էի մի շարք բլոգերների հետ, ովքեր որ գովազդում էին նկարվում, կամ իրանց համար այդ ռիլերի համար սցենարներ գրվում, նկարահանվում էր, իրանց ընկերությանը նախքին որտեղ որ Ալիսա աշխատում էր, այդտեղ մի քանի վիդեո ենք նկարել մայրիկների հետ, որտեղ մանկական խանութ էր շորերի։ Հետո ծանոթացանք, մի քանի համագործակցություններ եղավ։ Հետո մի բլոգեր չեկավ այն հանդիպմանը, որը որ մենք նշանակել էինք։ Այդ հանդիպումը զուր չանցնելու համար ուղղակի ծանոթացանք բացի գործնականից նաև ինչ կա չկա ով ես։ Հետո նոր մի 10-15 օր հետո նոր հանդիպեցինք արդեն որպես Լևոն, որպես Ալիսա։ Հենց առաջի հանդիպման ժամանակ եմ։ Կարող է մի քիչ կոշտ է եղել, կարող է մի քիչ անսպասելի է եղել, բայց ես այդ 15 օրվա մեջ արդեն հասկացել եմ թե ուր եմ գնալու։ Հետո լսել եմ ինքս ինձ։ Այսինքն այդ 15 օրվա շփման ընթացքում հասկացել ես, որ շատ մոտ եք ես։ Ես ինքնաշփումով եմ զբաղվել։ Հա, իր հետ էլ է շփում եղել, բնականաբար, բայց դե ես ինչ-որ որոշում կայացրած եմ գնացի առաջի հանդիպում։ Ուղիղ 15 օր անց Լևոնը գալիս է իմ հետևից, մենք գնում ենք X ռեստորանը, նստած ենք միասին ու ինքը ինձ կանգնում ասացամ. Ես շատ զբաղված մարդ եմ, իրականում ժամանակ չունեմ քո հետևից ընկնելու, որովհետև ես, չգիտեմ, իմ սցենարական աշխարհում եմ ապրում, դերասանությամբ եմ ապրում, բիզնես եմ անում, եմ անում, մի խոսքով, եթե այո, ուրեմն ֆիլմի տոմսերը քեզ մոտ է, մենք միասին կգնանք ֆիլմ դիտելու, եթե ոչ, ապա հաշիվը փակված է, ֆիլմի տոմսերը կրկին քո մոտ է, ընկերուհիներիցդ մեկին կանչի, միասին ժամանակ անցկացրեք։ Ես գնացի։ Դες էլի եկանք նրան, որ ժամանակը թանկ է։ Ինքը ասաց, մտածեց։ Նայեցի, ասացի, լավ։ Okay, ասի դե բարեախորժակ։ Ինչե ֆիլմի 2 ժամ կա։ Բայց ես Բայց ինչ է այդպես կտրուկ կարելի էր ժամերի նուրբ չէ։ Քանի որ ես իմ մեջ արդեն որոշումը կայացրել էի դեպի ուր ենք գնալու, որ ժամանակատվածում ինչ լեվելափա լիներ մեր հարաբերությունների մեջ։ Դե մի քանի հարցեր եղել են բնականաբար, հարցախույզ եղել է։ Ես մտածեցի, որ անիմաստ է ժամանակ ծախսել։ Ես դրա տեղը կգնամ եւս մի ռիլի կամ գովազդի սցենար կգրեմ ու ավելի շուտ կգնամ տուն։ Ըստ էության որոշում կայացնելու հիմքում լինում է միմյանց ճանաչելը, տարբեր իրավիճակներում նաև միմյանց ճանաչելը, որովհետև խոսքային մակարդակում իհարկե կարևոր է իրար ճանաչել, բայց գործողությունների մակարդակում երբեմն կարող է շատ էական հակասություն լինել մարդու խոսքի եւ գործի միջև։ Քեզ մոտ չկար էս կարևորությունը մարդուն ճանաչելու։ Բարեբախտաբար մեր մասնագիտությունը թույլ է տալիս հասկանալ դիմացինը խաղում է, լավ տեքստը գիտի, թե չէ։ Դա շատ կարևոր է։ Ես նշեմ, որ Լևոնը ինձ մի հարցը կարող է տալ, մի քանի տարբեր անկյուններից։ Գործի բերումով, որ ինչ որ մեկը սրտիդ կպնում է, դու անընդհատ ուշադիր ես։ Շարժ ու ձև, պահվածք, թե մարդը ոնց է շփվում, տնօրենների հետ, չգիտեմ, բլոգերի հետ, ում որ դու բերել ես։ Բայց դու առաջին պահին հենց երբ տեսար Ալիսի Երկրորդ գովազդից հետո արդեն ֆիքսել եմ։ Ինքը ցանցի մենեջերն էր ու այդ ամեն ինչը կազմակերպել է իր վերաբերմունքը իր աշխատողների հանդեպ, որովհետև հիմա տենց է, չէ՞, ասենք, ինչ որ մեկը մի աստիճան մեկից բարձր է, դա ակնհայտ երևում է։ Իսկ ինքը տենց չգիտեմ, ինչ որ փոշու շորը վերցրեց, առանց որ մեկին հրամայելու, բան, մերեք ասեց, «Էս ինչը բերեք», ինքը մաքրեց, դրեց, ասեց, «Էս ինձ պետք է լինի, հա, տեսակ, հա, դեսա, դու կարեք մինչև ասենց»։ Շատ արագի մեջ։ Այսինքն այդ վեհ վիճակները չեմ տեսել, դա ամենակարևոր բանն է, որովհետև բոլորս նույնն ենք, նույն արյունն է հոսում, ամեն ինչը նույնն է։ Մի խոսքով բացի այդ բան հորինած պաշտոնների էլի։ Ըստ էության էդ էլ է նույնը, որովհետև այնքան փոխվում է կյանքի ընթացքում ամեն բան, մարդիկ այնքան հակառակ դիրքերում կարող են հայտնվել։ Հա, մեկը բուրգի ներքևում է, մեկը տենց ստորոտում է, մեկը մեջն է, մեկը վերևում։ Հետո հակառակը։ Իհարկե։ Հարաբերությունների ընթացքում արդեն ինչ որ բարդություններ եղան միմյանց ադապտանալու փուլում, թե այսպես մի գծով դրական գնաց։ Չէ, տենց անհետաքրքիր չէ, ամալա ջան մեր։ Հարաբերությունները։
Չէ, այտենց շատ միապաղաղ կլինի, չէ՞ որ միշտ Բնականաբար, բայց տարիքայինը Իրանը ասել է արդեն։ Այն ինչը որ ինքը ուզում է անի, ես չեմ հասկանում դա։ օրինակ Դե օրինակ ես դա արել եմ անենք 12-15 տարի առաջ, որ ակտիվ, ես пассив հանգստի սիրար եմ, ինքը ակտիվ։ Դա արդեն կոնֆլիկտի պատճառ, այսինքն եթե մեր հանգիստը մի քաղաքում է, առաջի կեսը պետքա լինի пассив իմ հայեցողությամբ, երկրորդը իրա։ Չէ՞ բարերն է, սիրուն համով տեղեր ուտելն է, երկար քայլելն է, թեպետ այդ երկար քայլելը սովորեցի փաստորեն օգտակար էր։ Միշտ վիճում ենք, լեզվակռիվը միշտ լինում է, միշտ։ Բայց հետո վերջում մի հատ կախարդական պահ կա։ Գրկ է կոչվում։ Մեր ընտանիքում կոչվում է գրկ։ Հետո ես ակնջին ասում եմ, որ իսկ կարող է տենց չանենք, սենց անենք։ Ինքը միշտ զիջում է, բայց հետո անելուց հետո անում ենք այն ինչը որ ինքը ուզում է։ Թե չէ ես երեսով կտամ։ ով է առաջինը ընդառաջ գալիս է։ Ես միշտ ես։ Չգիտեմ, կարող հազվադեպ ինքը բայց կարող ես քնած ելնեմ։ Չէ, երբ որ ես զգում եմ, որ արդեն չէ, իրականում չափերս շատ եմ անցել։ Լևոնը իրականում իր բնավորությամբ շատ հանգիստ մարդ է, իսկ ես շատ ակտիվ եմ։ Իմ հիստերիան բարձրացրել եմ, արդեն կռիվս արել եմ, հասել եմ իմ ուսանցի։ Լևոնը որոշում է, որ օքեյ, լավ, ես հիմա գնամ իմ համար նստեմ դիվանին, հեռախոսն է, մինչև Ալիսը հանգստանա, ասես գալիս եմ ասում, կյանքս բա մենք հաց չենք ուտել։ Այդ ժամանակ բարիշում ենք։ Ինքը ուրիշ բաներ է սիրում ուտել, ես ուրիշ, ինքը արմատներով դրսից են, Բեյրութից։ Պապիկս Ֆրանսիայից է, տատիկս Բեյրութից։ Մենք տարբեր խոհանոցային մշակույթներ ունենք։ Դա միշտ այդ բախումը լինում է։ Մեծացել։ Ես այստեղ եմ մեծացել, քանի որ մայրիկս նախընտրել է մեծացնել իր երեխաներին Հայաստանում, պապիկս մայրիկիս հայրը կռվել է Արցախյան պատերազմների ժամանակ, ինքը 8-9 ամիս տուն չի եկել, տեղեկություն չեն ունեցել, մայրիկս մի քիչ շատ ավելի հայկական է ու դրա Քան իր արմատները։ Այո, եւ հաղթել է դա։ Լայֆրումի գործընկեր իմպլանտում ստոմատոլոգիական ու կոսմետոլոգիական կլինիկայի կողմից ձեզ նվեր քարտեր։ Իմպլանտումը երկար տարիներ Հայաստանում առաջատար ստոմատոլոգիական կլինիկաներից մեկն էր, հիմա արդեն բացել է կոսմետոլոգիական կլինիկան, որտեղ շատ ավելի լայն ծառայություններ են մատուցվում, այնպես որ կարող եք օգտվել ձեր նվեր քարտերից։ Այս դեպքում էլ իսկապես շատ լավ բժիշկներ են աշխատում կլինիկայում, այնպես որ վստահ եմ, որ ելի շատ գոհ եք մնալու։ Լավ, շնորհակալություն, անպայման կփորձենք։ Մերսի։ Սիրով։ Բոտուլինոթերապիան մեզ հայտնի է որպես կնճիռներից ազատվելու ամենակարճ միջոց, բայց պարզվում է բժշկության մեջ այն ավելի լայն կիրառություն ունի։ Օրինակ կարող է բուժել միգրենը։ Ճիշտ եմ ասում։ Այո։ Ես չեմ պատկերացնում, թե դա ինչպես է կատարվելու, բայց իմպլանտում էսթետիկ կենտրոնի հիմնադիր Ելենա Ադամյանը մեզ կպատմի մանրամասները։ Ողջույն Ելենա։ Ողջույն Ամալիա։ Ինչ է իրենից ներկայացնում բոտուլինոթերապիան կարող է բուժել միգրենը արտահայտությունը։ Բոլորից հայտնի է միգրենը իր սաստիկ գլխացավերով եւ տևական գլխացավերով, եւ ես բազմիցս նշել եմ, որ էսթետիկ բժշկության մեջ բոտուլինոտոքսինը մտել է հենց միգրենի բուժման ընթացքում, այդպես հասկացել եմ, որ կարողանում է լավ անդրադառնալ մաշկի որակի վրա եւ կնճիռների կանխարգելման համար է շատ լավ։ Այս պրոցեդուրան ինչի համար մենք ունենք նաեւ մեր կլինիկայում, որովհետեւ մենք ունենք նաեւ նյարդաբան։ Իսկ քանի որ այս խնդիրը նաեւ նյարդաբանական է, իսկ մեր բժշկուհին նյարդաբան լինելուց բացի նաեւ բժիշկ էսթետ կոսմետոլոգ է, նա ունի իրավունքը կատարելու տվյալ պրոցեդուրան։ Ես գուցե բոտուլինոթերապիայի ավելի լայն կիրառությանն եմ ծանոթ, բայց ամեն դեպքում չեմ պատկերացնում, թե միգրենը ինչպես կարող է բուժվել բոտուլինոթերապիայի միջոցով։ Մի փոքր կմանրամասնեք։ Միգրենը, ով տառապում է այդ խնդրով, գիտի, որ բավականին սաստիկ մկանային կծկումներ է տալիս, իսկ բոտուլինոտոքսինը ինչ է անում, թուլացնում են այդ մկանները։ Եվ դա կլինի մեր միմիկական մկանները, թե կլինի գլխացավ առաջացնող մկանները, դեղանյութը ազդում է միևնույն ճանապարհով։ Եվ այս պարագայում ինքը լայն կիրառություն ունի աշխարհում եւ ընդհանրապես բոտուլինոթերապիան
բուժումնոթերապիան կիրառում է ամբողջ աշխարհում լայն կիրառությունն հենց բժշկության մեջ։ Օֆթալմոլոգիայի մեջ է կիրառվում եւ պրակտոլոգիայի մեջ է կիրառվում, այսինքն ինքը բավականին լայն ծավալով այսօր մտել է բժշկության մեջ։ Ներարկումները լինում են գլխամաշկից։ Ներարկումները լինում են գլխամաշկից, պարզապես այս պարագայում ներարկում են այն մկանախմբերը, որոնք ավելի լարված են։ Այս դեպքում կարող է լինել ծոծրակային հատվածը, քունքային հատվածը եւ իհարկե նաեւ պարանոցային։ Որևէ կողմնակի ազդեցություն կամ վտանգ չունի։ Վտանգը կայանում է նրանում, երբ նմանատիպ պրոցեդուրաներ իրականացնում են ոչ բժիշկները, բայց քանի որ մենք ունենք իրավունք կատարելու նման պրոցեդուրա, քանի որ մեր բժշկուհին նաև նյարդաբան է, բնականաբար նա տեղյակ է բոլոր բարդությունների մասին։ Հավելեմ, որ բժշկուհին այս պարագայում անամնեզ է հավաքում եւ ոչ միայն իրականացնում է բոտուլինոտոքսինի միջոցով, այլ նաև կարող է որոշակի դեղորայքներ նույնպես նշանակել։ Մեր նյարդաբանը իր խորհրդատվության ժամանակ հաստատում է գլխացավը, այսինքն գլխացավը գալիս է հենց միգրենից եւ ինքը իրականացնում է կոմպլեքս բուժում։ Այսինքն մարդիկ կարող են ձեզ դիմել, եթե ունեն գլխացավեր, անկախ նրանից բոտուլինոթերապիա կիրականացվի թե չի իրականացվի, բժշկական օգնություն ցուցաբերել կարող եք։ Այո, իհարկե։ Իսկ այս թերապիան բուժում է, թե ժամանակավոր լուծում է խնդիրը։ Միգրենի բուժումը ինքը 100% չի բուժում, դա բոլորը գիտեն, այսինքն նմանատիպ այցերը ենթադրում են իրենցից ժամանակ առ ժամանակ այցեր հենց նյարդաբանի մոտ եւ կոնկրետ բոտուլինոտոքսինի միջոցով արդյունքը կարող է պահպանել մինչեւ 8 ամիս։ 8 ամիս պահպանվում է մեկ ներարկման արդյունքը, թե հնարավոր է կարիք լինի մի քանի ներարկման։ Դա շատ անհատական է եւ քանի որ կարող են ուղեկցվել նաեւ որոշակի դեղորայքների ընդունում եւ հնարավոր է որ արդյունքը ավելի երկար պահպանվի։ Դրա համար շատ կարեւոր է անհատական մոտեցումը եւ մեր բուժառուները մշտապես լինելու են կապի մեջ մեր բժշկուհու հետ։ Այսինքն ախտորոշումը եւս իրականացվում է ձեզ մոտ եւ հավելյալ այլ կլինիկա ուղղորդելու կարիք չի լինում։ Այո, այո։ Էսթետիկ միջամտությունները եւս շարունակելու եք անել։ Այո, իհարկե, այն նույնպես շարունակվելու է մեր կլինիկայում, նաեւ կնճիռների վերացման համար, կնճիռների կանխարգելման համար եւ իհարկե բուժական առումով ենք նկատի ունեցել, որովհետեւ բազմաթիվ ունեցել ենք բուժառուներ, ովքեր ունեցել են այս խնդիրը եւ այն հատվածները, որտեղ իրենց մոտ եղել է միգրենը եւ ես որպես էսթետ բուժական իրականացրել եմ, այսինքն կնճիռները փորձել եմ վերացնել, այդ հատվածում ցավերը մեղմացել են եւ այստեղից առաջացավ հարցը, որ կարելի է ներգրավել նաեւ նյարդաբանի, ով կարող է այս հարցը լուծել ամբողջությամբ։ Մարդը միգրենի համար է ներարկում անում, թե կնճիռների վերացման համար է ներարկում անում, գնային սանդղակը փոխվում է, թե ոչ։ Գնային սանդղակը փոխվում այնքանով, որ դոզաչափն է, հա, այս պարագայում մեծ, կոնկրետ դոզաչափը հաշվի առնելով, բնականաբար արդեն հաշվի են առնում պրոցեդուրայի արժեքը, հա, այսինքն եթե շատ դոզաչափ է օգտագործում, այն էսթետիկ միջամտությունից մի փոքր բարձր արժեք կարող է ունենալ։ Շատ լավ, շնորհակալ եմ շատ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ելենայի Instagram-յան էջն ու իմպլանտումի տվյալները կթողնեմ հաղորդման նկարագրության բաժնում։ Հարաբերությունների մեջ շատ կարևոր է նաև ճիշտ պահին լռելը։ Ես ինչպես հասկանում եմ, լռելու կարողությունը ավելի շատ քեզ է տրված։ Միշտ։ Ինքը նույնիսկ ասում է, չես ուզում ինձ ասես, որ սիրում ես։ Ասում կարող չասեմ, գրկ անեմ, բրցնի, որովհետև դու էներգիայով կարաս փոխանցես ինչ ուզում ես ասել։ Ես ավելի շատ գործողության կողմնակիցն եմ, քան խոսքի, որովհետև խոսքը արժեք չունի եւ դրանից հետո գործողություն չի հետեւում։ Դուք քանի տարի ինչ իրար ճանաչում եք։ 23 թվականի նոյեմբերից։ Ըստ էության հարաբերությունները շատ արագ են զարգացել, բայց մենք արդեն հասկացանք, հա, դու հստակ գիտես ուր ես գնում, սեր շարքի խորագիրը ես դրել եմ ու սերը բուժեց, որովհետև համարում եմ, որ կյանքում ցանկացած բան կարելի է լուծել սիրո միջոցով։ Երբ սերը հայտնվեց ձեր կյանքում, ինչ փոխվեց։ Ես շատ արագ եմ փոխվել։ Ավելի դառնում նրբանկատ։ Չեմ գոռում։ Առաջ գոռում էիր։ Հա, առաջ գոռում էի։ Առաջ ինձ ամեն ինչ կարար հունից աներ։ Նույնիսկ երթևեկություն, լիֆտի մեջ այդ անսարք վիճակը, օդը, անձրևը, որ գալիս է կեղտա ջուրա ավտոյի վրա լինում։ Ինչ-որ sense լիքը խնդիրներ։ Կամ որ փողոցը չեն ալվում, մի հատ քամի է լինում ու այդ սաղ մազերից մեջ է հայտնվում։ Բայց հիմա ասում եմ, դե հիմա որ ես ներվային անամ, ոչ մեկ չի կարեկցել, փողոցը անցնողը չի ասելու, վայ Լևոն ջան, էս ինչ եղավ մազերիդ հետ։ Հասկանում որ ինքս իմ մեջ ուղղակի սևն եմ կուտակում։ Հետո գնում եմ Կիրակի, եկեղեցի, ապաշխարում եմ,
խոսում եմ Աստծո հետ, բան թեթևանում եմ, հետո էլի գալիս այդ շուր կրուգավառուտ է, էլի անընդհատ կրկնվող։ Հասկացա պետք չի ոչ մեկին վերաբերվել։ Ոչ մեկին, ոչ մի խնդիր։ Մեկը զանգի ես այն բան ասում, բայց ես այդ խնդիր, ես այդ որ հարցը, ասենք, լսեմ։ Քեզ ոչ մի բան չեմ կարող անեմ, որովհետև ի վիճակի չեմ։ Քեզ դու այդ բացասականը ինձ պատմում, հետո իմ օրը փչացնում։ Մենք կարող շատ այտենց էգոիստիկ է հնչում, բայց այտենց է։ Նամանավանդ նկարանների ժամանակ ես բոլորին արգելել եմ ինձ զանգեն։ Ծայրահեղ դեպքում 3 հատ զանգ կա, մամանա, Ալիսնա ու Քավորս, որ հենց զանգում են, զանգը գալիս է։ Որտեւ իրանք գիտեն։ Մարդ զանգում է, չգիտեմ, ինչ որ մեկը զանգում է, ավտոս փչացել է, մնացել եմ ստե, ոչ ասում, բայց ես նկարահանման եմ, ես ուզենամ եք, ես չեմ կարող հիմա գամ օգնեմ։ Դու ինձ վատ վիճակի մեջ ես գցում։ Համին նկարահանումն է պրավալ գնում, համին մտքում, որ դու ընդեղ ես, որ ես չեմ կարող գամ քեզ օգնեմ։ Բայց այս դեպքում դες ընկերությունը շփում է հենց միմյանց օգնելու մասին, չէ։ Մեր բոլորի խնդիրները այնքան շատ է, որ մեկը լինի մեր խնդիրներով զբաղվի, էլի։ Էլի գալիս ենք նրան, որ ժամանակը շատ թանկ է։ Խոսք կա, որ պետքա քո ծառը ջրես առաջինը։ Դա էլ է ճիշտ։ Դու էլ ես մտածողության բալիս։ Ես Լևոնից եմ սովորում իրականում, մինչև Լևոնը իր հետ հարաբերություններ ունենալ, ընտանիք կազմել է, ես ապրում էի ինքս ինձ համար, ունեի օրը, որ ամսական այդ օրը պետք է իմ փոքր քրոջը տանեմ խաղեր խաղալու, սա անելու, այսինքն իմ ամբողջ աշխատած գումարը ծախսում էի միայն ինձ վրա։ Երբ որ Լևոնը հայտնվեց իմ կյանքում ու փոխվեց ամեն ինչ, հիմա ես առաջինը նայում, որ ինձ ինչ որ մի բան գնեմ, Լևոնին կարող է նեղացնեմ, ես իրան էլ պետք է անպայման դա գնեմ։ Փոքր քուրիկս մի քիչ խանդեց իրականում, բայց հիմա արդեն Լևոնին շատ է սիրում, իսկ Լևոնի հետ հարաբերություններում, որ փոխվել է իմ կյանքում, դա այն է, որ ինքը ինձ սովորեցրել է համբերել, սպասել, լավատեսորեն վերաբերվել ամեն ինչին, չվատաբանել։ Ես շատ շուտ եմ բռնկվում, եթե ինչ-որ մի բան իմ սրտով չի լինում, ես դա ուղղակի կարող եմ կանգնել մարդու երեսին, ասեմ ճակատին դա այն, ինչը որ ես մտածում եմ, որ դա ճիշտ է։ Կյանքի դա ճիշտ իմաստն է, որ անկեղծ լինես բոլորի հետ։ Իսկ հիմա Լևոնը ինձ սովորեցրել է, որ ոչ մեկ պահի քո կարծիքը քո մեջ, որովհետև դա քո կարծիքն է։ Քո կարծիքն է, եւ մի ստիպիր բոլորս բարվեն այդպես։ Ես օրինակ որ իմ գործընկերները ինչ որ երգ կամ ինչ որ պրոյեկտ են իրանցից ուղարկում, իրանց մասնակցությամբ ու կարծիք, չեմ կարող ստեմ, եթե ինչ-որ մի հատ բադ բան տենում եմ, ասում եմ, հետո նեղանում են, ամիսներով իմ հետ չեն խոսում։ Ասում մի հարցրեք։ Իդեպ ինքը ինձ էլ չի ասում իր կարծիքը։ Ես ասում եմ, ես կարծիք չունեմ։ Ամենալավ տարբերակն է ոչ մեկին չնեղացնելու, որովհետև դիմացինը չի սպասում վատ արձագանքի, բայց եթե դու վատ պրոյեկտի մեջ ես նկարվել, որտեղ որ կոմենտների չի, 90%-ը քո վատ երևալու մասին է, դու դա ուղարկում ես ինձ, որ քեզ սուտ խոսամ, ասեմ լավն է, էդ էլ ժամանակի կորուստ, ավելի ժամանակ է դա։ Մեր ստենալական խմբի, մեր ավակ ընկերներից մեկն էր Ռուսաստանում փորձի փոխանակում էր, ասես մի հատ շատ ոսկե ջրած արտահայտություն կա ռուսների մոտ, որ ասում ես ինչ պրոյեկտը վատն է, ստանդարտներին չի համապատասխանում, այս դերասանը պետք է այստեղ չլիներ, նրան ավելի լավ է փոխարինել այն, որ պրոյեկտը ավելի լավ ստացվեր։ Ասում է, բանը, իրանք ոսկե ջրած նախադասություն են, ասում է, բայց զատո մեծ փող եմ աշխատել։ Դրանով ամեն ինչ ջրվում է։ Էլ դրա համար ոչ մեկին կարծիք չեմ ասում, որովհետև այդ նույն արտահայտությունը նաև տարածվել է Հայաստանում։ Ապա դե փող ենք աշխատում։ Թե աշխատեք։ Ես վստահ եմ, որ դու ընկերություն անելու քո բանաձևը ունես, ուղղակի հաղորդման ընթացքում դեռ նշեցիր այն կետերը, որոնք ընկերության կողմից ավելորդ ժամանակ խլելու, ավելորդ էներգիա խլելու մասն է, բայց ես կուզեմ խոսենք նաև, իսկ ինչպես ես դու ընկերություն անում։ Ես ընկերություն եմ անում ազնիվ, պունկտուալ մարդկանց հետ։ Քո ազնիվ ու պունկտուալ ընկերը, եթե քեզ զանգի օգնության դիմի, դա քեզնից ժամանակ խլել է։ Չէ, բայց ես ասացի, որ նկարահանման եմ ու չեմ կարող դուրս գամ, ինձ ավելորդ գցում է թե պատասխանատվության տակ, թե վատ դրության մեջ։ Այսինքն պետք է նաև հասկանան այն մարդիկ,
ովքեր որ իմ շրջապատում են, իմ շրջապատում հասկացել են հիմնականում, ովքեր որ նոր են, չեն պատկերացնում։ X օրեր նկարահանման ես, X օրեր նկարահանման չես։ Ես ընդհանուր առմամբ օգնելու հմտության մասին եմ ուզում խոսել, որքանով է քո պատրաստակամությունը կամ որքանով է ամեն դեպքում դու նկարահանման չես, կարող է օրինակ ասես, որ ես պիտի հիմա կնոջս կողքին լինեմ, ավելի շատ ինքը ունի իմ կարիքը։ Էդի մասածը որտեղ է։ Էդի մասածը վերաբերում է մենակ նկարահաններին։ Իսկ առօրյայում ես հարցում եմ, եթե իր հետ ամեն ինչ նորմալ է, բուժուրը օքեյ է, սաղ, ես մի ժամով բացակայում եմ, գնում եմ, այսինչ տեղը, այսինչ մարդուն օգնելու։ Միշտ ցանկացած ժամին 2, 3, 5, 6 լուսադեմ, շատ ուշ, շատ շուտ։ Այդ կապ չունի։ Իմ այդ սկզբնական ասածը վերաբերում է մենակ նկարահանմանը, որտեղ որ դու դեր ես կերտում։ Ես տենց չի ունեմ, վեհ բաներ չասեմ, հետո ես ինձ կավենշիկ եմ համարում ոչ թե դերասան, որպեսզի չարատավորեմ իրական դերասանների գործը, որտեղ դրանք տարբեր բաներ են։ Մենք հումորիստներ ենք, իրանք դերասաններ են, իրանք ունիվերսալ մարդիկ են։ Մտնել օրինակ, չգիտեմ, Միրոյի դերի մեջ խաղալ այդ, ասենք, օրական 12, 13, 14 ժամ նկարահանվում ես, հետո մի հատ 6 ժամ հետո ինչ-որ մեկը զանգում է, բանա քեզանից խնդրում, դու դա չես կարող անես, քեզ վատ ես զգում, դու էլ Միրո չես կարող խաղաս։ Ալիս, ըստ էության դերասանների պարագայում երբեմն խարխլվում է սահմանը կերպարի ու իրականության ու երբեմն երկար մտնելով ինչ որ դերի մեջ կարող է ինչ որ հատկանիշներ բերեն իրական կյանք, այդպես անում է Լևոնը։ Բացարձակ, իրականում Լևոնը շատ լուրջ մարդ է։ Անգամ պահեր կա, որ ես վախենում եմ իր կարծիքից, որ դա ինքը ինձ կքննադատի, կասի դա այդպես չի, այնպես չի, ու ընդհանրապես իրականում իր տարած բոլոր դերերի հետ այն ժամանակահատվածում, որ մենք միասին ենք եղել, կապ չունի, ինքը այդ կերպարով տուն չի գալիս, կարող է գա տուն, չգիտեմ, անցած սիթքոմի ժամանակ ինքը ասացվածքներ շատ ասում, սկսի այս ասացվածքներով կատակներ անել։ Միրոյի կերպարի հետ կապված դեռ ոչ մի կատակ չենք անում, սպասում եմ տեսնեմ այս անգամ ինչ էր ասելու, բայց ամեն անգամ ինչ-որ մի բան մնում է, որ ինքը խոսում է ու դա դառնում արդեն մեմ մեր կյանքում։ Իմ համար նկարահանման տաղավարից դուրս գալը գրիմ մաքրելը, դա արդեն բանը փոխվում է, էլի, ես դառնում եմ Լևոնը, հետո նաև հակառակը լինում է հաջորդ առավոտ։ Նստում եմ գրիմի, Միրոյին են հավաքում, ու այդ ընթացքում անպայման բոլոր սերիաները նախորդող նայում եմ, որ այդ ամեն ինչ այդ էներգիան, իր ժեստիկուլյացիան բանը հանգարց չկորցնեմ։ Ինձ գրիմի ընթացքում են սարքում Միրո, էլի, ես դուրսը Միրո չեմ հաստատ։ Ինքը տուն է վերադառնում որպես Լևոն։ Ժամանակին, երբ դու հայտնվեցիր այս ոլորտում, առաջին ամենաշատ քննարկվող հարցը քո արտաքին կերպարն էր, ու այդ ժամանակ ակտիվ էր գործունեությամբ նաև Հովհաննես Ազոյան, ձեզ շատ նմանեցնում էին, քեզ ինչ որ առումով համարում էին Հովհաննես Ազոյանի կոպի, որովհետև մազերը շատ նման էր ու քանի որ դա ոչ ստանդարտ ձև է, միանգամից դա աչք էր ծակում։ Դու սրտնեղում էիր այդ համեմատություններից։ Միշտ այդ հարցում իմ ընկերները ինձ օգնել են, ովքեր որ նաև կապ ունեն ոլորտի հետ, իրանք ասացին, որ դու ունես X ժամանակ ապացուցելու, որ դու լիովն ես ու վերջ։ Դա ասես կարող լինի 1 նախագծով, մաքսիմում 2։ Այդ ժամանակահատվածում շատ զանգեր եմ ստացել տարբեր մարդկանց կողմից, ովքեր որ առաջին պլանում տեսել են Հովհաննեսին Ազոյան, հետո իր այդ բանակցությունները չի ստացվել, զանգել են ինձ։ Ես դրա մասին հստակացնեմ այս թեման, ուզում եմ այդ մասին հարց տալ, բայց քանի որ դու ասացիր, ես հստակացնեմ։ Կար մի շրջան, երբ Հովհաննես Ազոյանի գնացուցակը շատ բարձրացել էր եւ շատ պրոդյուսերներ, նույնիսկ ներքին քննարկումների ժամանակ ասում էին դե ավելի ցածր գնով կկանչենք Լևոնին։ Այս առումով դու եւ շահում էիր եւ չէիր շահում, որովհետեւ եւ այդ համեմատություններն էին գնալով խորանում։ Եվ ինչ որ առումով դու հարթակ էիր ստանում ներգրավվելու որևէ նախագծում։ Այս նախագիծը 12-րդ սիթքոմն է, որ ես նկարում եմ, մինչև եղած այդ բոլոր սիթքոմները, որ ես նկարվել եմ, առաջինը հենց ինձ են զանգել։ Ես այդպես նախագծերն եմ համաձայն է։ Քո ասած խոսակցությունները ես լսել եմ, մինչև իրանց զանգելը ինձ
արդեն այդտեղ լիքը մենք մարտիկ ունենք մեջից, որ զանգում ասում են, բան, ինձ գեղ ֆիլմի համար են 2 անգամ զանգել, մի անգամ է գովազդի։ Մնացած նախագծերը կարող դու գիտես, ինձ չել հասել այդ զանգերը։ Ես իրանց նույն թիվն եմ ասել, որը որ ասել է Հովան։ Նույն թիվը։ Եթե դուք պատրաստ եք տալու, չեք համաձայնվում տալ, եթե այլ տարբերակ եք ման գալ, եկեք տվեք, այդ նույն բանը անեմ։ Այստեղ արդեն հայտնիությունը կապ չունի։ Ինչն էր քեզ ստիպում իրենց ասել նույն թիվի, ինչ որ ասել Հովանես Ազոյանը։ Ես նույն տիտանական աշխատանքն եմ անելու, բավականին բարդ, դրսի նկարահանումներ, արտերկրից դուրս նկարահանումներ, ես ընտանիքից եմ կտրվելու, իմ այն մյուս գործերից եմ կտրվելու։ Այստեղ արդեն այն ժամանակահատվածն էր, որ արդեն հայտնիությունը չէր խոսում, որտեղ բավականին հեռու են իր հաջողված նախագծերը այդ ժամանակահատվածին, որ ինձ զանգել են, ու այդ ժամանակահատվածին ֆուլ հաուսում էի խաղում։ Մեխանիկորեն այնպես ստացվեց, որ Հովանես Ազոյան пассивացավ որպես դերասան, դադարեց նկարահանվել, ըստ քեզ ինչքանով դա հոգուտ քեզ աշխատեց, որովհետև եթե երկուսով լինեիք ասպարեզում, արդյոք իրար չէիք խանգարի նմանատիպ կերպարով։ Ինձ թվում է չենք խանգարի։ Հնարավոր է պրոդյուսերների մեջ պայմանավորվածությունը մեզ բերեր մրցակցային ինչ-որ մի բանի, որտեվ մրցակցելու առհասարակ ոչինչ ման չկա։ Այսինքն եթե ես մի օր որոշեմ, որ պոչիկ եմ կապելու, ինքն էլ պոչիկ կապած լինի այդ օրը, այդ չի նշանակելու ինքը ինձ նմանակում է։ Ուղղակի երկար մազերով մարդիկ, որ ուզում են Հովանան, գաղտնիք բացեմ էլի, պոչ են կապում, որ մի քիչ ավելի հով լինի ընդամենը։ Այդ մրցակցային այդ իրար հետ ինչ որ տես կռվածնելու բաներ, այդ պահերը եղել է, ես նույնիսկ հարցազրույցներ որ ուզել են չեմ տվել, ինքն էր հարցազրույց տվել մի երկու բան ասել էր, որ ես էլ ավելովը չպատասխանես, ասեմ պատասխանես, հետո մի հատ պատասխան հնչի, իմ ժամանակ էլ ծախսեմ, մտածեմ հաջորդ իր պատասխանը ինչ եմ տալու։ Իսկ դու ու Հովանեսի ինչ հարաբերություններ ունեիք։ Մենք ընդհանրապես իրար չենք ճանաչում։ Ընդհանրապես։ Ու չենք է տեսել։ Որպես դերասան դու իրենից ոգեշնչվել ես։ Չէ, ես ավելի մեծ մարդկանցից եմ ոգեշնչվել, ավելի փորձառու այդ ոլորտում, Մկոից, Մկրտիչ Արզումանյանից, այդ ժամանակահատվածում էլի, որտեվ մենք մեծացել ենք, մեր պատանեկությունը անցել է Armenia TV-ի այդ 5 սկեչի վրա, որ ամբողջ շաբաթ սպասում ենք, մի հատ Կիրակի կրկնությունն ենք դիտում, մի քիչ այդ դոզան պահում էր, մինչև գար էլի ուրբաթ օրը, որ կարգին հաղորդման 5 սկեչը, հետո մի հատ էլ բոնուս արեցին, դա մեր համար ամեն ինչ էր։ Ես միշտ Մկրտիչ Արզումանյանով եմ ոգեշնչվել։ Թե ներկայացումները, թե ֆիլմերը, թե սկեչերը, թե սիթքոմները։ Ներքին բացասական վերաբերմունք է ձևավորվել Հովանես Ազոյանի հանդեպ, հաշվի առնելով նաև իր մեկնաբանությունները։ Հենց դա էլ է, իր մեկնաբանությանը ես ոչ մի պատասխան չեմ տվել, չեմ վերաբերվել։ Ինքը շատ པարզ բան է ասել, բայց դա բոլորիս հասկանալի բան է։ Հիմա քեզանից ավելի ցածր սերնդի ներկայացուցիչով ուզում է դառնա հաղորդավարուհի կամ ուզում է իր հեղինակային հաղորդում ունենա, բնականաբար պետք է ինչ-որ տարիների փորձ անցնի, որ գա այս լեվելին։ Քեզ པարզ բաներ ասա։ Հաց ու պանիր պետք է ուտի։ Իհարկե։ Բոլոր քեզանից ցածր տարիքային մարդիկ ով ուզում են գան քո ոլորտ, պետք է հաց ու պանիր ուտեն, որ գան քո ոլորտ։ Իսկ դու պիտի հաց ու պանիր ուտեիր, որ օրինակ Հովանես Ազոյանի ինչ որ արած աշխատանքի հասնեիր։ Իհարկե, որտեղ այդ ժամանակ իմ 5-րդ նախագիծներ, թվով 5-րդ սիթքոմներ, իմ մեջքի հետևում կար Կավենյան բազան, իմ թիմը, իմ թիմակիցները, ու մենք շատ ուժեղ առաջ էինք գնում ու գնացինք։ Իհարկե կար։ Ճիշտ խորհուրդ է տվել, բայց ես ուզում եի հասկանալ այդ լրատվականները որ գցել են։ Ես ինչ պետք է պատասխանեմ այդ մարդուն։ Հա, օքեյ։ Այդ իր կարծիքն է։ Վերջին շրջանում շատերս ենք բախվում հոսանքազրկումներին, քանի որ դրանք բավականին շատացել են, սակայն Ital Solar-ը ձեզ առաջարկում է արևային մարտկոցներ։ Այսինքն դուք կարող եք հոսանքազրկումներ չունենալ օգտվելով արևային մարտկոցներից ու առհասարակ օգտվելով արևային կայանների գործածումից դուք ուղղակի հրաժարվելու եք էլեկտրաէներգիայի ամսական վճարներից, այնպես որ զանգահարեք 8128 եւ գնեք ձեր արևային կայանն ու արևային մարտկոցը։
Էլեկտրաէներգիան արևից ստանալու ճիշտ ժամանակն է։ Իտալսոլարն էլ հրաշալի առաջարկ ունի։ Մարտի 1-ից մայիսի 31-ը ձեռք բերեք արևային կայան Իտալսոլարից եւ հնարավոր է հենց դուք դառնաք այն 3 հաջողակ գնորդներից մեկը, որոնք մասնակցելով խաղարկությանը կարող են շահել իրենց արևային կայանի ամբողջական գումարը, անկախ նրանից գնումը կատարել են ապառիկ թե կանխիկ։ Եթե նույնիսկ դուք չդառնաք այս 3 հաջողակ գնորդներից մեկը, միևնույն է գնումը կատարելով Իտալսոլարից շահելու եք, որովհետեւ ապառիկի առաջին 3 ամսվա գումարը ձեր փոխարեն վճարելու է Իտալսոլարը 8 128 զանգահարեք եւ ձեռք բերեք ձեր արևային կայանը։ Լևոն, իսկ ինչպես ձևավորվեց քո այս արտաքին կերպարը, որովհետեւ մենք հասկանում ենք, հա, հումորի ոլորտում դու երբեմն օգտագործում ես նաև արտաքին առանձնահատկություններ, թեկուզ նույն մազերի հետ կապված դες հումոր ես անում, քամին հնարավոր է ինչ-որ բան լցնի մազերի արանքում եւ այլն, ես հասկանում եմ, որ այս մազերը պահելը բավականին բարդ է նաև, բայց դա քո կերպարի մի մասն է։ Այդ հասկացել ենք Կավենի տարիների ընթացքում, երբ որ ես ունեի լավ խաղընկերներ, ովքեր որ ինձանից ահագին եւ նիհար էին, արտակնապես իրենք էլ էին տարբերվում ու փորձերի ընթացքում մի անգամ ինչ որ պարիկ տեսա, սև գույնի դրած, ասի պրոստը փորձեմ։ Հետո ֆոտո արեցինք որպես հուշ։ Հետո հասկացանք, որ մենք այդ երկուսով լոլիկն ու բոլիկը ոնց որ լինենք ավելի խնդալու, այսինքն եթե մինչև էդ էլ անես չէ որ խնդալու դեմքեր չենք, հաստատ Մոսկվայի լիգա հասնելը խաղապար չի։ Ու հասկացանք, որ պետք է։ Այդ ժամանակ կար քիչ այտենց արտահայտված, իսկ հիմա ավելի վառ կերպարին համապատասխան։ Այդ տարիներից է եկել։ Ու ընդհանրապես իմ կյանքում խուճուշ մազերը միշտ եղել են, ուղղակի ուրիշ սանրվածքով ավելի փռված։ Երբ օրինակ դու նկարահանման հրապարակից դուրս ես գալիս, խոսեցինք այն մասին, որ կերպարդ մնում է նկարահանման հրապարակում։ Այս պարագայում քո կերպարը քեզ նաև ուղեկցում է։ Առօրյայում քեզ դուր է գալիս ոճը, թե ինչ որ առումով հասկանում ես, որ գուցե կուզեիր ուրիշ ոճ ունենալ, բայց կերպարիդ պետք է։ Չէ։ Ինձ լրիվ ավելի շատ նեղվում եմ այս քամիների ու տերևաթափի ժամանակահատվածում խնամքը, բայց ընդհանուր առմամբ ինձ դուր է գալի։ Փոքր նկարներից մեջ էլ որ 2-3 տարեկան էլի այդ փռվածներ, այդ փռվածը դուր չի գալիս, հենց ավելի շատ է դուր գալի։ Մաքսիմում այտենց ինչ որ կապեմ, այտենց պոչի կանեմ, ինչ որ կապեմ, բայց որ նեղվեմ, որ ասեմ հանուն դերի չկտրեմ, որովհետև հետո պետք է այսի խաղաղան բան, չէ, ես իմ առօրյայի մի մասն է կազմում։ Սիրում եմ գլխարկներ շատ, բայց իրանցից շուտվանից հրաժարվել եմ, որովհետև այս չափի մազեր ունեցող մարդիկ գլխարկի մասին ուղղակի երազում են։ Այս վերջերս էլ մի հատ դեր կար Սարդ Մարդու, Հայաստանում ինչքան Սարդ Մարդու գլխարկա բերել են, բայց վերջը իմ գլխին չեղա, որովհետև մազերս չէր թողում։ Այդ փոքր ինչ-որ խնդիրներ ա, որ ընդհանրապես ինձ չի հուզում։ Կինդ բնորոշեց, որ իրական կյանքում շատ լուրջ ես ու երբեմն հումորիստների դեպքում նկատում ենք, որ նույնիսկ լրացուցիչ խնդիր են ունենում իրենց առաջ, ցույց տալով, որ իրենք իրական կյանքում լուրջ մարդ են, որովհետև հումորային ոլորտի մարդկանց դրսում տեսնում են ու իրենց թվում է, որ անպայման պիտի հիմա մի բան ասեմ, որ ծիծաղի։ Երբեմն հումորիստներին դա զայրացնում է։ Քեզ դա զայրացնում է, թե չէ։ Հա։ Օրինակ ինձ թեկուզ բարեկամները, անծանոթները չեն խնդրել, բայց հավանական է որ խնդրեն, որովհետև աբսուրդ բաներ ա եղել իմ հետ։ Ասենք անեկդոտ պատմի, անպայման չի անեկդոտ ես իմանամ։ Ընդհանրապես անեկդոտ պատմող մարդիկ ինչ որ հավելյալ ոնց որ ֆունկցիա լինի մարդու մեջ դրված էլի։ Անպայման չի հումորիստ լինի պատմող, ես չեմ կարող պատմեմ ու չեմ պատմում, որովհետև ինձանից նեղանում են։ Որտե մտածում եմ, բա որ հումորիստ ես կամ կավենշիկս խի չգիտես, այնպես հարց է իրանց մոտ առաջանում։ Ես միշտ չխոսքան եմ եղել, միշտ։ Շրջապատում եմ շատ խոսում, այն շրջապատը մենք 12 ընկերներից ենք բաղկացած մեր կյանքում, ովքեր որ 12-ն էլ կավենշիկ են, ոլորտի հետ կապ ունեն։ Մենք ընտանիքներով ենք մոտիկ, քավոր ենք, սանիկ ենք։ Այդ հավաքույթներում անհնար է լռելը։ Բայց դրանից դուրս առօրյա բան է, որ ամեն խաչմերուկ անցնելուց ու կատակ չես անի անցնես, անբնական բան է։ Իսկ արտաքին կերպարը խանգարում է, որպեսզի քեզ շատ լուրջ ընկալեն, թե դու դրան սովոր ես եւ չես կենտրոնանում դրա վրա։ Չէ։ Կյանքում չի եղած, չգիտեմ,
ինչ-որ տեղ մտեմ, բան ասեմ, այնպես անլուրջ վերաբերվում։ Չի, հələ դեպք չի եղել, բայց ինձ թվում է դու այդ հարցը որ տալիս ես, ուրեմն եղածած կնի ինչ-որ մեկի հետ։ Հայտնիությանը դու ձգտում ես, թե չէ։ Իհարկե։ Ով չի ձգտում։ Ես հիշում եմ, մեկ ավենի առաջի խաղից հետո այդ 2010 թիվներ, 9 թիվներ կներեք։ Երբ որ մենք տենց լավ հաջող գնում ենք առաջ, Հայաստանի չեմպիոնությանն ենք գնում ու այդ տարի հենց վերցրեցինք։ Բոլորից դուր էր գալու, որ մեր համասանից բացի, դե մենք համասանում ֆանատներ ունենք, ովքեր որ թե ստիպված, թե ինչ որ մեկի խորհրդով գալիս են, որտեղ իրանք ագրարային համասանի ուսանողներ են, բայց երբ որ ժողից էին արդեն քո կատակի վրա խնդում, ճանաչում, նկարվում 2009 թվին ստորագրությունը ակտուալ էր։ Երբ որ ինձանից առաջ անգամ ստորագրություն ուզեցին, որ սենց ռեակցիա էր։ Այդ բոլորը ձգտում են իհարկե։ Կավայենը շատ լավ դպրոց է, բայց դու մի կարևոր տարանջատում դրեցիր, ես ինձ համարում եմ կավայենշիկ եւ ոչ թե դերասան։ Մտածողությունը եւ շատ կարևոր է օբյեկտիվության տեսանկյունից եւ հնարավոր է ինչ որ կետերում խանգարող լինի ինքնակնդատության տեսանկյունից։ Դու ինչպես եկար այդ մտքին ու արդյոք դա երբեմն քեզ խանգարում է թե չէ։ Ամալե ջան, այդ մտքին եկել եմ 2010 թվականին, երբ որ ես եւ Արթուր Հակոբյան, դերասան, մենք երկուսով տեղ էինք գնացել, պարոն Հակոբյանին շատ ուժեղ ներկայացրեցին, ինչին որ ինքը արժանի էր, հետո այդ նույն ոգևորությամբ որպես դերասան ներկայացրեցին ինձ։ Իմ ավակ ընկերն է, որից ես լիքը բան եմ սովորել ու մի սանդղակում գտնվել էդի անարդարը։ Ու պարոն Հակոբյանն ինձ մի անգամ մի բան ասեց, այնքան են շատացել մարդիկ, ովքեր որ չեն տարբերում դերասանին չդերասանից, որ ասում է իմ վարպետը ինձ մի անգամ ասել է, որ դերասանը, դեր ասողն է, արտիստը իրական դերասանն է։ Այդ իմ մեջ մտել է ու ես բոլոր տեղերում, թե նկարահանման ժամանակ, թե ինչ որ այնպես կոլեկտիվ հավաքվում է, որ պետք է նախագիծ սկսեն, դες կես կատակ, կես լուրջ ասում եմ, հիմա հասկացողը կհասկանում է, չհասկացողը չի հասկանում, բայց ռեալ ես օրինակ հիմա գործընկեր ունեմ Վաչեն Երիցյան, որին շատ սիրում եմ, շատ լավ ընկերն է, Վաչեն բեմում իսկական արտիստ է, իսկական դերասան է տաղավարում, իսկ ես կավենշիկ եմ։ Դա մեծ տարբերություն է, շատ մեծ տարբերություն է։ Կրթություն չստացած մարդը իրավունք չունի վերցնի այն, ինչը որ իրանը չի։ Դերասանները ունեն կրթություն, ունեն դերասանական փորձ, ունեն տեղ, որտեղ կարող են իրենց ամեն ինչը ցույց տան։ Մենք էլ կավենշիկներ ենք, որ ունենք մեր հարթակները։ Դրանց միքսը ճիշտ չափաբաժնով լավ նախագիծ դառնում է։ Վստահ եմ, ոլորտում շատ մարդիկ բախվում են մեծամտության այնպիսի չափաբաժնի, որ ինչպես ասում են, մազը այդ բիզբիզ է կանգնում, որ նույն չդերասանը կարող է այնպիսի մեծամտություն դրսևորել, որ ապշում ես դա առաջին հերթին հարգանք է ոլորտի մասնագետների հանդեպ, բայց այս սահմանը ունենալը դա դաստիարակության հարց է, թե ուղղակի դու մասնագիտորեն եկար այդ մտքին։ Չէ, դաստիարակության հարց է։ Ես ընկեր ունեմ, ով ինձանից 1 տարի է մեծ։ Իմ ամենամոտ ընկերներից է, բայց ինքը մինչև հիմա զգում է, որ ինքը որպես մեծ իմ կողմից ստանում է որպես փոքր լիքը պատասխաններ, լիքը զիջումներ, որտեղ իմ ծնողը սովորացրել է։ Այդ ճիշտ բան է։ Հարգանք, պատվել, որտեղ քեզանից ավելի փոքր սերունդն էլ պետք է քեզ նայի դու ոնց ես վարվում մեծի հետ, որտեղ դու էլ ես իր համար մեծ լինելու, որ ինքը վարվի։ Այսինքն էլի աստվածաշնչյան բան է, վարվի դիմացին տնից, ոնց որ կուզես որ վարվեն քո հետ։ Դա մայրիկի տավանդն է քո կյանքում։ Եվ մայրիկիս եւ հայրիկիս։ Ավելի շատ պապիկիս, որովհետեւ ես պապիկիս առաջի թորնիկն եմ, ու ես հիշում եմ, որ մենք միշտ գնում էինք աշտարակ ու ջանգյուղ, որտեղից որ արմատներով եմ, ամեն ուրբաթ շաբաթ կիրակի երկուսով ավտոն նստում էինք, իր առաջի առած ավտոն ու գնում ենք։ Ճանապարհին ամեն ինչից խոսացել էինք։ Նույնիսկ ինձ սովորացել է, թե ոնց կարելի է առևտուր անել, դրսում դրված մրգեր կան։ Ասում եմ, բայց այս միրգը խի հիմա փող տանք առնենք, եթե գնալու ենք մեր ամառանոցում կա։ Ասում եմ, չէ, ես քեզ փողը տամ, դու գնա ջոգի, տնա միրգ ջոգել գիտես։ Ասում եմ, ինչի համար։
ասում եմ վաղը միսո լիքը բաներ ես ընտրելու, չհասկանաս, խակա, կհասնի, կոզածնա, փտածա, խփածա։ Ինձ ամեն ինչ իմ պապին սովորացրել է։ Էդ էլ է սովորացրել, հայրս էլ է շատ ուշադիր, մայրս էլ։ Պապիկս առավել եւս, որովհետեւ ասում եմ դու սասունցի ես քեզ այն արմատները կպատմեմ, հերդ թո ինքը ինչ տեսել է դա պատմի։ Դրա համար ես այդպես ամեն ինչ գիտեմ մանրամասն, իմ ցեղի մասին, իրենց կատարած աշխատանքի, ով ինչ հաջողություններ ա ունեցել, Սարգսյանների տոհմում ես առաջին մարդն եմ, ով չի դառել ֆիզիկոս, մաթեմատիկոս, այլ դառել կավենշիկ, դերասան չէ, որտեվ կրթություն չունի։ Բայց այդ մասնագիտությամբ, որտեվ իրանք այլ ոլորտի մարդիկ են, ինչ չէին տեսնում։ Պաշտոնավոր մարդիկ են եղել մեր ցեղում, բայց ոչ էս ոլորտի մարդ։ Դրա համար մի քիչ խորթ է։ Կարծրատիպ կոտրել ընտանիքում պետք էր, թե սիրով ընդունեցին։ Չէ, պետք էր։ Հայրս այն ժամանակա նույն ինքը միշտ թաքուն նայել է, ոչ մեկին չի ասել։ Մի օր papan ընկերոջն հրավիրում տուն, մաման լսում այդ խոսակցությունը, ասում է տղես Ամերիկա համերգների է։ Ինքը կյանքում չի ասել, full house-ում նկարվում կամ չգիտեմ, տանդեմում նկարվում իր համար ասում եմ տղա ջան, քեզ լուրջ մասնագիտության ենք տվել, գնացիր դառար կավենշիկ։ Ասում դե պապիս, ասենք չեմ կարող անասնաբույժ դառնամ։ Ցուցադրաբար չէր նայում քո մասնակցությամբ սիթքոմերը։ Ինքն էլ շատ ուժեղ հումորի զգացողություն ուներ։ Գալիս էր ձեռեր առնում գնում էր ուղղակի։ Երբ որ մենք նայում էինք, գալիս էր մի հատ երկու կատակ էր անում ու գնում էր։ Բայց հետո իմացա, որ ինքը իր նոթբուքով առանձին այդ պատմություն բաժնում, մաման տեսել էր, որ ինքը այդպես սերաները մեզանից մի օր հետո, այդպես չգիտեմ, որտեղ թաքուն դրեն այլը։ Ու այդպես ու շատ կարևոր բան էր, էդ էլ է ինձ papan ու papin սովորացրել։ Ասում եմ բանը, պտղի զարգացման համար անպայման չի լավ պայմաններ լինի։ Այսինքն եթե քեզ միշտ գովան, դու այդպես գցելու ես ավտոյի մեջ այդպես հասկացողություն կա նեյտրալ։ Ու այդպես ընթացքը ոնց տանի։ Այսինքն դու level up չես լինելու։ Մտածում ես, որ եթե քեզ 20 հոգի ճանաչող կա, 30 հոգի էլ գովում է, ուրեմն դա քո պիկն է։ Ու նաև կյանքն է այդպես ապացուցել, էլի։ Այն մարդկանց ով շատ գովեցինք, լավ ասեցինք, լավը տվեցինք, լավ, չգիտեմ, սուրճ խմեց դերից առաջ կամ լավ տեքստեր գրվեց իր համար։ Հետո հասկացանք, որ չէ։ Ամենավտանգավոր մարդուն է սարքում դու։ Օրինակ ինձ հարցնում են ո՞նց է, բան ասում նորմալ։ Այդ նորմալը շատ լավ արտահայտություն է։ Եթե ասում ես լավ, ասում եմ լավ թե շատ լավ։ Ասում եմ դե լավ։ Որտեվ շատ լավը իրանից ենթադրում է, ասենք, մի հատ ուրիշ գերադրական աստիճան։ Այսպես հպանցիկ ասացիր, բայց ես ինչպես հասկանում եմ, քո մասնագիտական ընտրությունը ռեալ բախում է առաջացրել հայրիկի հետ։ Հա։ Դե պատմիր իմանանք։ Դե papan բարձր պաշտոնների ազգային անվտանգություն եւ այլն լրիվ ուրիշ ոլորտի մարդ Ռուսաստանում սովորել է, ավարտել է գերազանց, իրան հրավիրել են այստեղ աշխատելու, այդ իր համար կյանքի նպատակ է եղել։ Հետո երբ որ եկավ արդեն մասնագիտություն ընտրելու ժամանակը, papan ասաց, հա, քեզ տանեմ գործի այդ հմտությունները, բանը իմանաս, ուղղակի դու քեզանով հասկանաս, իրանք երբևիցե տես չեն բան արել, ասեցի։ Ազգային անվտանգություն տանի։ Չէ, այդ իր գործին որ ծանոթացնել, ինչ են անում, ֆունկցիան։ Նո բուն այդ իրանց գործը բնականաբար չէ։ Ես հասկացա, որ նույնիսկ չեմ ուզում մտնեմ այդ ոլորտ, ասի չէ։ Ասես լավ։ Գոզես իրավաբան ունես, ինքը երկու կրթություններ։ Ասի այդ ժամանակ ինչ քննություններ պետք, ասես քննությունները, ասի չէ, դա ամենից սիրած առարկաներն են։ Հետո ասեց, դե լավ, եթե առարկաներով ես որոշում, դու ասա։ Ասի դե քիմիա եմ շատ սիրում, ֆիզիկա, կենսաբանություն, բնություն ընդհանրապես։ Ասես լավ, դու մեր ոլորտի մարդ չես ուզում դառնաս։ Ասեց դե բժիշկ, ասի պարտադիր չի։ Այնքան ժամանակը սեղմ ժամկետների մեջ դարավ, որ արդեն ավարտական ընդունելության ու ավարտական քննությունների մեջ տես մի 6-ից 5 ամիս էր մնաց։ Ես անընդհատ որ որոշում էի փոխում։ Գնում էի անգլերեն պարապելու, դու հասկանում էի մեջ չի, հետո գնում էի այստեղ պարապելու չէ, պատմություն, գրականություն, շուտ չէի գտնում ինձ։ Բայց միշտ ողջավորվել եմ Երմիո Նովի Արմյանի Կավենյան թիմերի ելույթներով, կասետներն եմ ունեցել, դիսկերն էլ, ֆլեշկիկն էլ։ Ու դպրոց ես այցելում էի մի բանի պատճառով, որ մենք միշտ
այնտեղ ներկայացումներ ենք խաղում, բայց ավելի լուրջ, կավենի հետ ընդհանրապես կապ չունեցող։ Ուղղակի ինձ բեմներ պետք հասկանալ, թե ինչի են մարդիկ ստեղ նստում, իսկ այն մարդիկ այնտեղ խաղում։ Ու ընդհանրապես հետնաբեմներ ինձ հետաքրքիր։ Ասեց թաթերական, հետո ասեցին չես հասցնի։ Հետո իմ քիմիայի ուսուցչուհին ասեց, որ անասնաբուժություն եւ սանիտարական փորձաքննություն բաժինը այդ տարի դպրոցի քննության գնահատականներով ու մի ընդունելության քննությամբ ֆիզիկա կամ քիմիայով կարաս ընդունվես։ Ու այդ իր բանը պատմած օրինակներով դա շատ գրավիչ մասնագիտություն ինձ թվաց։ Քիմիայի քննությունով ընդունվել եմ, հետո դեկանատի պատին տեսա, որ կավենի թիմ են հավաքում։ Ասի էտա։ Դու ճիշտ ժամանակ ճիշտ տեղում ես հայտնվել։ Առաջի տարին սկսեցինք սցենաներ, շաբաթական 7 կատակ, 7 մինատյուր կեկ, բան, ասես գրել, տանել, բերել, բան, փոքր դերերի, սենց աճեցի, մեծացա, հետո մեր կավենի թիմը չեմպիոն դառնալուց հետո մի տարի խաղացինք, հետո ինձ հրավիրեցին արդեն բժշկական համալսարան, ովքեր որ հայտ էին ներկայացրել արդեն Մոսկվա, Սոչի խաղալու, ու տենց տղաների հետ գնացինք առաջ։ Երբ հայրդ հասկացավ, որ տղան շեղվել է ճանապարհից, ինչպիսին էր արձագանքը։ Ասեց, եթե կարողաս տակից դուրս գաս, դրանով ընտանիք պահես։ Ասի, ես սկզբից հասկացել էի, ասեցի, որ դե բնականաբար սկզբից շատ դժվար է լինելու, շատ դժվար։ Այն պատկերացումը չի, որ դուք մտածում եք համալսարան ավարտես, մի տարի հետո մաքսիմում պրակտիկա, հետո փողով գործ, ասի տես չի լինելու։ Կարա 10 տարի տևի, կարա 8 տարի, հաջողվի 5 տարի կտևի։ Ասեց հասկացա։ Ոյլ ոչ բան չասեց։ Հետո ուրախացավ, ասեց այդ Full House-ի ամերիկյան մենահամբերգների ժամանակ։ Մեզ շատ մեծ թևեր են տալիս մեր առաջին շրջանակի մարդիկ։ Երբ որ հայրիկը տեսպես նույնիսկ ցույց չէր տալիս, որ դիտում է քո մասնակցությամբ նախագծերը կամ կարող է հումորային սուր, ինչ որ կատականեր, դու սրտնեղում ես դրանից։ Դե մորոտ հորոտ գնահատականը շատ կարևոր է քո համար, քո արած գործի համար։ Ես մտածում էի, որ ծնողը ինքը վստահաբար վատ խորհուրդ չի տա, հնարավոր է ինքը ավելի առաջատենում, քան ես հիմա։ Բայց հետո ես մի հատ բնավորություն գիծ ունեմ, որը որ էլի իրանցից եմ ժառանգել, գլխով կխփեմ պատին այնքան, մինչև պատը ճաքի, հետո ճաքերը շատանան, հետո ջարդվի։ Ես տենց եմ առաջեկե։ Գլխով շատ ես խփել պատին, որպեսի հասնես այն կետին, որին հասար։ Տարիներով։ Իմ անվճար նկարված ընկերության համար նկարված նախագծերը ավելի շատ են, քան թե նախագծերը, որը որ ես գումար եմ աշխատել։ Դու գումար աշխատել սկսել ես վերջերս։ Տանդեմ նախագծից 18-ից։ Բայց այդ ամեն ինչը 2009-ից է սկսել։ Գրեթե 9 տարի անվճար ես խաղացել։ Համայր անվճար։ Այսինքն այն 1-2 վարձատրությունները դրանք ընդամենը այն մյուս փող չստացածների տեղն է։ Իսկ ինչպես էիր ապրում։ Ուրիշ գործեր ենք անում, ստենդափներ ենք դնում այն ժամանակ, ակումբներում, ամեն երկուշաբթի ակումբներում ելույթ ենք ունենում գումարով, որը որ մեզ ընդամենը այդ ուսանողական կարիքներն էր հոգում։ Հետո փոքր միջոցառումներ վարելը, ուսանողական գարուն, աշուն, հետո սցենար են գրում վերջի զանգի, դա էլ էր որոշակի առումով գումար բերում։ Իսկ մասնագիտական գործունեությունից դուրս աշխատանք անում էիր։ Շատ եմ արել։ Դիմակների արտադրություն եմ ունեցել COVID-ի տարիներին։ Դիմակները ես էի առաքում։ Առաքումներ եմ արել, դիմակ եմ արտադրել։ Այդ ընթացքում լիքը բաներ զբաղվել եմ, որտեղ անհնար էր, այնց որ մենք ստաբիլ եկամուտ չունենք, որ ասեմ մենակ հերիքա նկարահանումներ, էլի։ Ալիս, մենք մի ընթացք խոսացինք Լևոնի հետ ավելի շատ, որովհետև մարդիկ նաև Լևոնին ճանաչելու կարիք ունեն անհատապես, դրա համար մի փուլ քեզ հետ ակտիվ խոսում ենք, մի փուլ խոսում ենք նաև Լևոնի հետ, բայց քանի որ խոսում ենք Լևոնի ընտանիքի մասին, դու ինչպես ինտեգրվեցիր իր ընտանիքին։ Լևոնի մայրիկն ու եղբայրը, հայրը մահացել է արդեն, ցավոք սրտի, իրականում ես շատ կուզենայի ճանաչել։ Մայրիկն ու եղբայրը այստեղ չէին ապրում, ես սենց այսպես որպես հարս առաջին անգամ վերցրեցի հեռախոսը, զանգեցի սկեսուր մայրիկիս ու ուղղակի սկսեցի իր հետ խոսել, այսպես շատ առօրյական, ընտանեկան խոսակցություններ էր գնում։ Իրենք ինձ չեն վերաբերվել որպես հարս, ես ինձ երբեք դա չեմ զգացել, իրենք ինձ վերաբերվում են որպես
տան աղջիկ, անգամ փոքր աղջիկ, հիմա էլ որ մենք արդեն միասին ենք ապրում, ես կարող եմ խոստովանել, որ ես անգամ հաց պատրաստել չգիտեմ։ Փորձում եմ սովորել, որովհետև Լևոնի մայրիկը ինձ չի թողնում դա անեմ, ինքը ասում է, այ Ալիս ջան, որ դու էսի սենց հանես, դա ավելի համով կլինի։ Ու մենք միասին փորձում ենք գալ այն եզրագծին, որ իմ մոտ դա ստացվի։ Նույնն է Լևոնի եղբայրը ինքը ինձ վերաբերվում է որպես քույր, ոչ մի այնպիսի բան չի եղել, որից որ ես սրտեղ եմ, անգամ մայրիկս է մեկ-մեկ սրտնեղում, ասում է գնում ես, մեզ մոռանում ես։ Ինչը վերաբերվում է Լևոնի ամբողջ այդ ցեղին, իրենք ինձ բոլորը ընդունում են շատ լավ, ես Լևոնի կինն եմ, սպասված եմ իրականում, որովհետև Լևոնը բավականին երկար տարիներ չի ամուսնացել, Լևոնի պապիկը վերջերս է մահացել, սենց նայեց Լևոնին, ասաց մնաց Վահանն էլ ամուսնանա, Լևոնի եղբայրը հանգիստ գնա։ Իրականում ես ինձ երբեք օտար չեմ զգացել ու Լևոնի մայրիկի ջերմ վերաբերմունքից ես ավելի շատ եմ ուզում անեմ, քան իրականում որ մտածում եի, որ պետք է ունենան հարս եւ սկեսուր հարաբերություններում։ Քո եւ Ալիսի միջև 12 տարվա տարբերություն կա, սա բավականին մեծ տարբերություն է։ Մենք իհարկե զրույցի սկզբում էլ խոսեցինք այն մասին, որ ինչ որ հարցեր կան, որտեղ Ալիսը քեզնից սովորում է, բայց երբեմն կյանքի փորձը իր անելիքն անում է։ Այստեղ բախումներ չեն առաջանում։ Շատ։ Բայց էլի ես այտենց հանգիստ եմ տանում, փորձում եմ բացատրեմ, ինչի եմ ես էսի էսենց ասում, որտեվ դու եթե մարդուն ասում ես էսի մի արա ու չես ասում խի, ինչու։ Եթե ինչ-որ մի բան ասում ես չի կարելի, ինչի չի կարելի, բացատրում ես ավելի հեշտ է այդ ընթացքը հաղթահարում, քան թե որ ուղղակի դու ասում ես չէ կամ դա ես չէի անի։ Լևոնը փորձում է ինձ ամեն ինչ բացատրի, որ ինչի համար դա ես պետքա չանեմ։ Երկուսի հարաբերությունները մի բան են, հարաբերությունները արդեն ընտանիքի անդամների հետ, դա էլ ուրիշ փուլ է։ Տես դու նշեցիր ինչքան ջերմություն ու հենց մայրական ջերմություն ես ստանում Լևոնի մայրիկից։ Այստեղ նաև քո տեսակի հարցն է, քո ճկուն լինելն է բնավորությամբ, թե ուղղակի Լևոնի մայրիկը հենց քեզ մայրաբար ընդունեց ու մեխանիկորեն հարաբերությունները այդպես ստացվեցին։ Իրականում հարաբերությունները ստացվել են մեխանիկորեն, քայլը դա բնականաբար արել եմ, սկսել եմ զանգահարել, խոսել, շփվել, ինքը ինձ պատմում էր իր կյանքից, ոնց է եղել, երբ որ ինքն է հարս գնացել, ինչ հարաբերություններ ա եղել, ինքն էլ է իրականում ունեցել շատ ջերմ ընտանիք, ու քայլ առ քայլ եկավ այն փուլին, որ ես ուզում եմ իրանց հետ ապրեմ, որովհետև ինձ ավելի հեշտ է, ես որպես ջահել աղջիկ, իրականում չէի կարող պատկերացնել, որ ես Լևոնի հետ ապրեմ մի տանիքի տակ, մենակ, շատ դժվար է իմ համար լինելու, Լևոնի ու իմ տարիքային տարբերությունը իրականում բավականին մեծ է, ու թեկուզ հենց հաց պատրաստելու մեջ Լևոնը ունի իր կողմերը, որ դա այդպես պետք է արվի, իսկ Լևոնի մաման մեր խաղաղության աղավնիը, որ ես խոսում եմ, իրականում իրանք ավանդական ուտեստներն ու համեմունքները շատ տարբեր են։ Բան կա, որ ցանում են, այդ լինում է կծու, դառը ու եսի միջ։ Մենք դրան սովոր չենք։ Նո համով բաներ էլ ունեն, բայց այդ քիմքին պետքա բան անել համոզել էլի։ Թաբուլ է ասարկում, որի համար ես գժում ուղակի։ Բայց իրականում Լևոնի մաման մեզ օգնում է, ինքը կարող է գա ասի, այսօր որոշել եմ սարքենք հենց այդ սուտ տոլման, այստեղ հայտնի, որ Լևոնն ու Վահանը սկսեն սովորել այդ համի, որ իմ համար ոնց որ ես չգնամ ու սովորեմ այն ինչը որ իրենց տանը միշտ կերեր են, այլ նաև իմ ուզածով լինի դա, միշտ ամեն օր հարցնում ասում որոշել եմ այսօր էսի սարքենք, լավ է, ասում հա շատ լավ է, կարող որ ես չեմ սարքում։ Հատուկ շնորհակալություն Beauty Fabric-ին։ Մենք չենք վաճառում նյութեր, մենք վաճառում ենք երջանկություն, որովհետև կանայք այստեղ լուծում են իրենց փոքրիկ խնդիրները, դրանք լինեն կոմպլեքս, թե լինի առավելություն, որ ուզում են ավելի ցայտուն դարձնել, դիմահարդարումը հենց այդպիսի մի զենք է, որով կարող ես առանց ասելու, առանց շեշտելու մտնել տարածք ու արդեն բավականին շատ բան ասած լինես քո մասին։ Լևոն ժամանակին ձեզ ինչը տարավ Գերմանիա։ Պապայի գործը եւ տարավ որոշ հատվածով էլ քաղաքական այդ վայրի վերումները այն ժամանակվա ու հետո այնտեղ պապան փորձեց ձեռք բերել եւ բերեց երրորդ արդեն մասնագիտությունը
որտեղ այդ իր հիմնական գործից արդեն շատ վատ հոտ էր գալիս էին նորերը, գնում էին հները, Խոսքը որ թվականների մասն է։ 99-ի վերջը։ Թե մաման, թե papan որոշեցին, որ պետքա ձեռք բերեն երրորդ մասնագիտություն, դիմեցին այդ ծրագրերին ու ընտանիքով դիմեցինք։ Ես, եղբայրս, մայրս ու հայրս գնացինք։ Իրանք ստացան երրորդ կրթություն, իսկ հետո papayi առողջականի ու կարոտի, այդ եմ ասում էլի, ընկերական, ընտանեկան, այդ էմոցիաների տակ որոշում կայացվեց, որ պետք է գալ Հայաստան, շարունակել ստեղ, որովհետև այնտեղ մեկուսի ես, էլի, այնտեղ կապ չունի, որ հայկական գյուղում էինք ապրում, որտեղ որ հայերը գերակշռում են, բայց քոնոնք չեն, էլի, այդ է հարցը։ Դուք Գերմանիայում կարգավիճակ ունեիք, թե փախստականի կարգավիճակում էիք։ Ուսանողական ուսումնական ծրագրով էին գնացել, այսինքն մեզ արդեն տունը կար, տրամադրել էին, մաման ու papan արդեն դիմել էին կրթության ավարտից հետո, որպեսզի արդեն ստանային ինչ-որ կարգավիճակ, թե այնտեղ աշխատելու ու ապրելու, որտեղ մենք արդեն դպրոց էինք գնում, այդ կարգավիճակի կարիքը կար։ Քեզ համար ենթադրում եմ, որ դա նաև առանձին պատմություն էր, որովհետև ծնողներիդ համար ուրիշ պատմություն էր տեղափոխվել է Գերմանիա։ Քեզ համար ուրիշ պատմություն էր, որովհետև դու երեխա ես, շատ հարցերի հիմա գուցե այլ հայացքով նայես, բայց այն ժամանակ գուցե չէիր պատկերացնում ու քեզ համար, քեզ քո միջավայրից կտրել էին, տարել էին նոր երկիր։ Մի կողմից գուցե հետաքրքիր էր, մյուս կողմից քեզ քո միջավայրից կտրել էին։ Ինչպես դա տրվեց քեզ։ Այդ շատ դժվար է եղել իմ համար, որովհետև ես առաջի դասարանը գնացել եմ Հայաստանում ու առաջի դասարանից հետո գնացել ենք արդեն Գերմանիա։ Մեր դասարանում այնց էր դասավորվել, որ մանկապարտեզի մեր այդ խումբը կազմել էր դասարան ու մենք ոնց որ բոլորով միասին ենք մանկապարտեզից սկսած։ Իմ համար շատ դժվար էր։ Նկարներ ունեի, որ նայում էի, բան, հետո այն ժամանակ այդ հեռասով մի քանի րոպե խոսալը, այս Հայաստանի ներքաղաքական վիճակներ, խառը, բան, եւ այլն, ծանր նստես, բայց հետո իմ փոքր եղբորս հետ այնց շատ անբաժան ընկերներ ենք եղել մանկուց։ Հիմա էլ ավելի որտեվ իրանք դրսում էին ապրում գալ գնալով, բայց եղբայրս էլ օգն է, այսինքն մենք ամեն ինչ անում ենք իրար հետ։ Ինքը մանկապատանեկան ֆուտբոլի ակումբում էր խաղում, ես 9 տարեկաններից բարձր, իր հետ գնում ենք պարապմունքի, իր հետ էինք գալիս ենք Բաքում ենք սկսում պարապել, հեծանիվ քշել, հետո մոտոսպորտի գնալ, այնտեղ զբաղմունքներ այնքան շատ էին, որ այդքան շատ ժամանակ չի տևեց ստրեսային վիճակ էլ։ Սովորեցիր այնտեղի վիճակին ու վերադարձար Հայաստան։ Դա դաբլ ստրես ա եղել, երբ որ ես արդեն ընդեղի միջավայրում 4.5 տարի համարը 5 տարի ընդեղ ենք ապրել, ընդեղի միջավայրից հետո գալ ստեղ ֆուտբոլի գծով ուզում էի շարունակել, շատ հպարտորեն իմ ունեցած մարզակոշիկները ամեն ինչ տարել են բան, որ առաջի պարապմունքը պետքա լինի Նայիրի դաշտում, այն ժամանակ 2004-2005 թվականների մասն էր խոսքը։ Ու գնում եմ տենում եմ այդ դաշտը, այտենց լավ, մանրակրկիտ, խնամված, մարդիկ աշխատում են բան, ու գնացինք փոխվելու հանդերձասրահ, այդտեղից հասկացա, որ սխալ տեղ եմ ընկել ուղղակի։ Միջավայրի առումով թե կոմֆորտի։ Կոմֆորտի առումով։ Միջավայրը դե մարդկանց չես ճանաչում երեխաներին։ Վատ փոխվելու տեղ առանց լողանալ, մի խոսքով լիքը վատ բաներ։ Հետո երբ որ ես հագա այդ մարզակոշիկները, որոնք որ նախատեսված էր խոտի համար, հասկացա, որ ես այնտեղ ուրիշ բանով եմ զբաղվել։ Հասկացանք, որ ասֆալտի վրա ենք պարապելու ընդամենը։ Խոտի չէ, ոչ արհեստական խոտի, այլ ասֆալտի։ Հետո ես առաջի պարապմունքից հետո ասացի, որ ինձ ուրիշ մարզադպրոց գտնեն ու ասացին, որ գլխավոր խաղերն են մենակ խոտի վրա անցկացվելու էլի։ Միջավայր փոխել, ընկերական շրջապատ փոխել, դա քեզ վրա ինչպես անհրաժեշտ։ Ես այն դասարանում սովորեցի, որտեղից որ գնացել եմ, որտեղ իմ մանկական ընկերներն են, ովքեր որ իմ բակից էին, մեր կողքի շենքից էին, հետ գալ ադապտանալ ավելի արագ տևեց։ Դու նշեցիր, որ հայրդ աշխատել է ազգային անվտանգությունում եւ 99 թվականին ներքաղաքական վիճակով պայմանավորված որոշել եք տեղափոխվել Գերմանիա։ 99 թվականին հոկտեմբերի 27-ի դեպքերը տեղի ունեցան։ Ինչքանով էր ձեր Գերմանիա տեղափոխվելը փոխկապակցված հոկտեմբերի 27-ի դեպքերի հետ։ Չէ, դա մինչ հոկտեմբերի 27-ն է այդ որոշումը կայացվել, որտեվ
papan հասկացել էր, որ ինքը այդ ոլորտում, այդ գործունեության մեջ իրան սպառել է։ Այսինքն level up չի լինելու։ Ասաց, որ հոգնել է այդ գործողման գնալուց, չտենալով իր երեխեքի մեծանալը, դաստիարակությունը, ես հիշում եմ, որ բավականին ժամանակ papan ներկա չի եղել աշխատանքային օրերին մեր հետ։ Այդ իրան ահագին ոնց որ բաներ արել եւ հիասթափեցրել էր։ Ազգային անվտանգության աշխատակից լինելը ենթադրում է բավականին մեծ ծավալով աշխատանք, որը շատ հաճախ մարդուն խլում է ընտանիքից։ Դու ունեցել ես փոքր ժամանակ այդ զգացողությունը, որ papan ավելի շատ աշխատավայրում է, քան ձեզ հետ։ Հիմնականում ես հիշում եմ, որ մենք սպասում ենք ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին։ Բացակայությունը զգալի մեծ է եղել աշխատանքի հետ ծավալի հետ կապված, բայց փորձել են լրացնել ու ինձ թվում է լրացրել են։ Այդ ամենի զուգահեռ իրականությունում դու կարողացել ես ընկերություն ձևավորել papai հետ, թե իր այդ խիստ կերպարը ինչ որ առումով։ Չէ, միշտ լավ ընկերներ ենք եղել, ամենտեղ իր հետաքրքրություններն ենք ունեցել, papai հոբիներով մաքսիմալ եղել է ընտանիքի հետ, մաքսիմալ գործից հետո մաքսիմալ ընտանիքի հետ։ Papai կորուստը ինչպես անդրադարձավ քեզ վրա։ Այդի փորձել եմ զուսպ տանել իմ բնավորության համապատասխան, բայց դա չի ստացվել, հիմա մինչև մել չի ստացվում։ Եթե չես ուզում, կարող ենք չխոսել այս մասին։ Դե papas է։ Ես իր հետ միշտ խոսում եմ։ Հույս թվում է մենք միշտ էլ կապված ենք լինելու, անկախ ամեն ինչից։ Երբեմն վատ իրադարձությունները, երբ շղթայական են լինում, ամեն ինչ շատ ավելի կրկնապատկում են, այսինքն դու փորձում ես մեջքդ ուղիղ պահել ու գալիս է հաջորդ հարվածը։ Իսկ այդ հաջորդ հարվածը պապիկի կորուստներ։ Հա։ Դա էլ էր անսպասելի, որովհետև ինչ որ ուղեկցող բարդ հիվանդություններ չի ունեցել։ Այդ եղել է տես, չգիտեմ, մի օրվա մեջ ինսուլտի մասին է խոսքը, որը որ ով տեղյակ է, դա շատ կայծակնային ամեն ինչ տեղի ունենում։ Դա էլ բավականին մեծ կորուստ էր։ Ուղղակի ես գիտեմ, որ papan լավ ապրել իր կյանքը, ծոռա տեսել, մեծացրել, իր այգին ուներ, իր սեփական ձեռքերով սարքած տունը ուներ, իր երազանքների այգին էր էդի, որ մի գծով լինեն խնձորները, տանձը, դեղցը, ինքը դրանով էր հպարտանում ու բավականին լավ բուրըն կյանք ապրել։ Դրա համար գիտեմ, որ բիծուկս երկնքում է ու շատ լավ է իր համար։ Papai համար ափսոսանք կա, որ նաև թորնիկին չտեսավ։ Այո։ Ալիս, իսկ դու ինչպես ես կարողանում այս գերեմոցիոնալ պահերին սատարել Լևոնին։ Ես ուղղակի դռում եմ։ Երբ որ Լևոնը ինչ որ մի բան է մտածում, թեկուզ պապիկի համար, դե papai համար չեմ տեսել, պապիկի համար իր կողքն էի, գնացի նստեցի, ասում Լևոն, իսկ ու չես լացում, ասաց ստեղ չէ։ Հետո գնացինք տուն, Լևոնը լավ հուզվեց, նստեցինք, խոսեց, իր պապիկից պատմեց, ու ես ուղղակի լսում էի այն, ինչը ինքը ապրել է իր պապիկի հետ, ինչը զգացել է, եղել է ժամանակահատված, որ պապիկի տանն է ապրել, ասում է ես ու պապիկս գնում էինք այսինչ տեղը, ինքը ինձ ստիպում էր իմ լավ թանկանած մեքենայի մեջ դնել այդ արկղերը, տանել, որովհետև դա իրեն պետք էր։ Ու ես այդ պապիկին որ տեսել եմ, պապիկը անսասան էր։ Պապիկը պետք է նստեր սեղանի գլխին ու հրամայեր։ Իսկ տատիկը սենց կողքից պետք է խելոք լուր նստեր, դա իրական կնոջ կերպար էր իմ համար, որ տղամարդը խոսում է, կինը նստած է ուղղակի։ Իր պապիկի կորստից հետո ուղղակի Լևոնին պետք էր լսել այդ բոլոր պատմությունները։ Ու Լևոնը մի շատ լավ հատկություն ունի, ինքը վերականգնվում է շուտ։ Ռեգեներացիաս արագ ալնում է։
Ես կհուզվեմ այն ժամանակ, երբ մենակ եմ կամ իմ ամենամոտ միջավայրում եմ։ Սա ինչ որ առումով հատկանիշ է, որը շատ տղամարդկանց է հատուկ, որովհետև տղամարդիկ ինչ որ առումով կարծես իրենց թույլ չտան հուզական լինել։ Այդ բանը ներս գցելու էլի հայկական արտահայտություն կա, չէ՞, ներս գցելու հատկությունն է, բայց ներս եմ գցում, տանում եմ տուն, հետո ես իմ միջավայրում այդ ամեն ինչը վերլուծում, որովհետև չեմ սիրում այտենց շատ մարդկանցով լի ինչ որտեղ հուզվել, որովհետև ոնց որ քո դարդի ինչ որ մի մասի հետ ես փորձում կիսես, դա լացով ես արտահայտում, ինքը չգիտի քեզ ոնց կարեկցի։ Վախենում ես խոցելի դառնալ։ Չէ, ընդհանրապես։ Ես շատ թեթև եմ ապրում։ Լևոնը ցանկացած տեսակի հուզմունք է այդպես ընկանում, երբ որ ես տեստ արել էի, արդեն գնացինք բժշկի, մտել եմ կաբինետ, արել ենք հետազոտությունը, ես էլ եմ շոկի մեջ, որ դուրս եմ եկել, ասում ցույց եմ տալիս, ասում նայ, ես մեր երեխեն է, ես հղի եմ, Լևոնը սենց նայեց, վերցրեց այդ նկարը ու ինձ ասեց դու ուրիշ բան չունես անելու, ասի պետք է մտնեմ մյուս կաբինետը բժշկու մոտ, ու ինքը գնաց ինձ զանգեց, հետո ասեց կգաս մեքենան դեպի, գնացի, սենց օգնոցները հանեց, տեսա, որ ինքը էլի մենակ հուզվել էր անգամ։ Շո բնավորության գիծ է դա, էլի։ Անես չխուսափում եմ կամ ամոթ ընդհանրապես ամոթ չի էմոցիա Որևէ արտահայտել։ հույզ այնքան բնական է, այդ բոլոր հույզերը ուղղակի մարդկանց Կամ գիտես ինչ, ես կարամ ես վերսան էլ նոր մտքից անցավ։ Կարող է ինչ-որ միջավայրը այն չի, որ դու արտահայտես։ Օրինակ իմ սենյակը կամ իմ ավտոյի մեջ։ քո տարածքում ես, ապահով ես։ Հնարավոր է հենց այդ տարբերակն էլ լինի, ուղղակի չեմ խորացել, նոր եկավ մտքից։ Հնարավոր է դա կա։ Քո կոմֆորտ զոնայում կանես այն ինչը որ դու ուզում ես։ Առհասարակ կյանքում շատ կարևոր է հասցնել ասել, որ սիրում ես, հասցնել հոգ տանել մարդկանց մասին, հասցնել դրականը տալ, բայց երբեմն մենք այդ հատկանիշը ունենում ենք, երբեմն այդ հատկանիշը մեր մեջ ձևավորում են կորուստները։ Դու հասցնում ես հիմա քո միջավայրի մարդկանց ցույց տալ, որ սիրում ես։ Ես միշտ փորձում եմ պատե, անպատե, ինչ որ չգիտեմ, կարող օրինակ զարթնեմ ու զանգեմ ընկերներիս, ասեմ թե իրենց ինչքան եմ սիրում, ինչքանով եմ իրենց կարևորում, ու մարդիկ զարմանում են, ասում են ինչ ա եղեք, էլի թռնում ես երկրից մեծ ժամանակով, ման ասում չէ, ուղղակի այտենց ուզում եմ արտահայտվեմ։ Ժամանակի հենց այդ պահն էլ կա, որ չգիտեմ, այտենց մեծ տարածություն է քեզ թվում ժամանակը, որ դու ամեն ինչ կհասցնես 24 ժամվա մեջ, բայց բաներ կա, որոնք շատ փոքր են, ասում ես, վաղը կասեմ։ Այդ վաղը չի, կարա չլինի, չասես։ Պապս լավ խոսք ուներ, ասում ես, որ գործը վաղվան չեն թողում։ Դրա համար փորձում եմ ամեն ինչ անեմ։ Միշտ ես այդպեսին եղել, թե հիմա սովորեցիր այդպեսին լինել։ Չէ, այտենց դառել եմ հորական պապիկիս մահվանից հետո, որտեղ մենք այդ օրը իրար հետ պետքա տեղ գնայինք, իր սիրած խաչբարների հավաքածուն կար մի երկու կանգառենկոմ իրար հետ գնելու, որտեղ խաչբար լուծել իրար հետ սիրում էինք։ Ու ինչ որ բան էր եղել, որ ես պարապմունքի, չգիտեմ, ինչ որ միտեղ պետքա գնայի։ Ու այդ վաղը չեկա, որ իր հետ պետքա գնայինք, առնեինք, նստեինք, լուծեինք։ Այդ դրանից հետո այդպես ենթագիտակցությունս մեջ մնացել է։ Ես ինչ որ մեկին բան եմ ասելու, անպայման մի վարքյան, երկու վարքյան գտնում եմ դա ասելու։ Շատ տենց անսպասելի է դառը։ Նա մանավանդ էս վերջի տարիներին կայծակնային մահերը երիտասարդ մարդկանց։ Միշտ պետք է ասել որ մարդուն սիրում ես։ Ինչ ես թաքցնում։ Եթե դու սիրում ես, ասա այսօր ասա, վաղն էլ ասա, մյուս օրն էլ ասես։ Մեկ այդ սերը չի կորելու։ Ամեն օր ասա։ Ես ամեն օր ասում եմ ալիզին։ Հոգնեցուցիչ չի, պարզա, կարող բան չասեմ, գրկեմ, ինքը այդ ամեն ինչը հասկանա։ Ես շատ ժամանակ ինքը ասում է դու ինչ չես սիրում, ասում ոչ չեմ սիրում։ Ասում բախի չես ասում, ասում չեմ ասում։ Գրկա կոչվում։ Ամենաուժեղ արտահայտման ձևն է։ Ալիս, այդ դու ինձ չես սիրում, կանացի փոքրիկ խորամանկ մանիպուլյացիա է, թե երբեմն ունենում ես այդ զգացողությունը։ Չէ, ուղղակի Լևոնը չի արտահայտում այն ամենը, ինչը որ ինքը զգում է իրոք։ Կարող է երեկոյան ուղղակի նստած լինենք, կարողա ասենց գրկի, ասի որ ինչ շատ է սիրում, այդ պահին ինքը ուղղակի որոշում է, որ ինձ պետք է նայի։ Ես ասենց նայում եմ, ասում, դու ինձ չես սիրում, որ չես գրկում։
Ֆիքսել է, որ միշտ երեկոյան այդ ժամերին ալնում, ոնց որ այդ ժամը բաց է թողում, ինքը մտածում է որ չէ։ Բայց Գրաֆիկից շեղում։ ժամ գոյություն չունի, ամենաուժեղ զգացողությունն է։ Նաև ամուսնությունից հետո որ հարցում են ինչ է փոխվել, ասում ամենաուժեղ բանն է, երբ որ հոգնած գործից հետո գնում ես, քո սիրած մարդուն գժգում ես, այդ հոդացավեր, չգիտեմ, երկրորդ հարկից ընկնել, կասկածորի հետ ինչ-որ դրույքներ անել, բան, սա մոռանում ես։ Դա ամենաուժեղ բանն է, շուտ տուն գնացեք։ Գրիմը մաքրեք, շուտ տուն գնացեք։ Ես մաղթում եմ, որ դուք ձեր կյանքում միշտ ձգտեք տուն գալ, որովհետև այդ ամենամեծ բախտավորությունն է, երբ գտնում ես այնպիսի մարդու, որից ոչ թե ժամանակ հետո ուզում ես փախչել, այլ ձգտում ես գնալ իր մոտ ու այդ կետում գտնում ես հանգստությունը։ Երբ տանդ այդ, չգիտեմ, 50-60 կամ 100 քառակուսի մետրը քեզ լիարժեք բավարար է, այդ երևի թե ամենամեծ երջանկությունն է։ Մերսի, շնորհակալ եմ։ Շատ հետաքրքիր հարցազրույց էր, բոլոր պատասխանները անկեղծ էին։ Կերպարները ոչ օրինված։ Ու մենք քո հարցազրույցները բոլորը նայում ենք։ Շնորհակալ եմ շատ։ Ճիշտ ժամին պրեմիերայի 2 րոպեն, 3 րոպեն սպասելով, բան թե պոպկորնով, թե սուրճով հետաքրքիր է։ Ու միշտ ասում էի, այս մարդը ինձ բան է եփա գրելու։ Ինչ փուլ պետք է, որ ժամանակ են կանչում, որովհետև այդպես հարցազրույց վերջի անգամ 8-9 տարի առաջ ունեցել եմ։ Ու որ Ալիսը հարցնում էր, ասում էի կամ Ամալիայի մոտ պետքա գնալ կամ Մհերի երևի, ուրիշ։ Նու շատ են, չէ՞, բայց որ սրտից կպած մարդիկ են։ Կստացի մենք քեզ սիրում ենք, ժամանակը չեն կորցնում ասելու։ Շնորհակալ եմ շատ, այդ փոխադարձա ու շատ շնորհակալ եմ, իսկապես պետքա չխնայել լավ խոսքերը, բարևներ նաև Մհերին, որովհետև այդ դրականի շուրջ ձևավորված աուրան հենց այն ուժն է, որը մեզ առաջ է մղում։ Ես ձեզ հաջողություն եմ մաղթում ու նաև քեզ թեթև ծննդաբերություն։ Մերսի, շնորհակալ եմ։ Հետևեք Live Room-ին, բաժանորդագրվեք YouTube-ի իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք մեր թողարկումները։ Սերը Բուժե